Արդյոք այնքան երկար ես ձացել, թե երջանիկ ես, որ մոռացել ես, թե ինչ է երջանկությունը։ Նա ապրում էր մեկի կողքին, ով իրեն չէր տեսնում, հավատում էր, որ դա սեր է։ Բայց նրա ճշմարտությունը վերակառուցելու համար բավական էր մեկ ժեստ, մեկ ընտրություն։ Եվ հիմա, իր ձեռքերով, նա նկարում է իր պատմության նոր ավարտը։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Սոֆյան միշտ եղել է կատարյալ դուստրը։ Այն աղջիկը, ով հնազանդվում էր, ով ժպտում էր ճիշտ պահին, ով երբեք ձայնը չէր բարձրացնում։ Ծնողները նրան մեծացրել էին այնպիսի խնամքով, ինչպես ճենապակի են ձավորում, փխրուն ու գեղեցիկ, որը նախատեսված է կարևոր մարդու կյանքը զարդարելու համար։ Մանուկ հասակից նա սովորել էր, որ իր արժեքը կայանում է նուրբ լինելու, լսելու ունակության, երբեք չանհանգստացնելու մեջ։ Նա մեծացել էր, հավատալով, որ ճշմարիտ սերը կգա որպես պարկ լռության մեջ մշակված ողջ քաղցրության համար։ Երբ 23 տարեկանում հանդիպեց Էդուարդին, զգաց, որ վերջապես ամեն ինչ իմաստ ունի։ Նա այն ամենն էր, ինչ նրա ծնողները միշտ ցանկացել էին իրենց դստեր համար, հաջողակ, էլեգանտ, Երանի խոշորագույն ֆինանսական խորհրդատվական ընկերություններից մեկի սեփականատերը։ Նա ուներ այնպիսի ներկայություն, որը գերիշխում էր ցանկացած միջավայրում, հաստատուն հայացք, մեկի, ով ճշգրիտ գիտեր, թե ինչ էր ուզում։ Եվ այդ առաջին ամիսներին նա ցանկանում էր հենց Սոֆիային։ Էդուարդի գրոհները ինտենսիվ էին ու հմայիչ։ Ծաղիկներ էին հասնում գրասենյակ, որտեղ Սոֆյան աշխատում էր որպես վարչական օգնական, միշտ ուղեկցվում էին ձեռագիր գրություններով։ Ընթրիքներ ռեստորաններում, որտեղ սեղան գտնելն անհնար էր։ Անակնկալ հանգստյան օրեր ծովափնյա հյուրանոցներում, որտեղ նա վերջապես դադարում էր հեռախոսին նայել, իրականում նայում էր նրան։ Սոֆյան իրեն տեսնված, ցանկալի, կարևոր էր զգում։ Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկը կարծես թե ընտրել էր հենց իրեն, ոչ թե պարտադրանքով կամ հարմարավետությամբ, այլ իր կամքով։ Ամուսնության առաջարկը եկավ 6 ամիս անց, լուսավորված քաղաքի տեսարանով տերասում։ Էդուարդը ծնկի իջավ մի մատանիով, որն ավելի թանկ արժեր, քան Սոֆյան կվաստակեր 5 տարվա աշխատանքի ընթացքում, նա այո ասաց նույնիսկ մինչ նա հարցն ավարտեր։ Նրա ծնողները ուրախությունից լացեցին։ Ընկերուհիները նախանձից հառաչեցին։ Սոֆյան իրեն թույլ տվեց հավատալ, որ հեքիաթ էր ապրում։ Հարսանիքը շքեղ էր, ինչպես ամեն ինչ, ինչ կապված էր Էդուարդի հետ։ 300 հյուր, ներմուծված ծաղիկներ, մի խնջույք, որը տեց մինչ լուսաբաց։ Սոֆյան հագել էր ֆրանսիական ժանյակից զգեստ, որը նրան արքայադուստր էր դարձնում։ Երբ մատանիները փոխանակեցին, նա նայեց նրա աչքերին, տեսավ այն ապագան, որի մասին միշտ երազել էր։ Սիրով լի տուն, այգում վազվզող երեխաներ, բազմոցին գրկախառնված գիշերներ, օրվա մասին զրուցելիս։ Էդուարդը ժպտաց նրան այն նույն վստահությամբ, որն ուներ կարևոր գործարքներ կնքելիս, Սոֆյան իրեն աշխարհի ամենահաջողակ կինն զգաց։ Մեղրամիսը Սանտորինիում այն ամենն էր, ինչ նա պատկերացնում էր։ Էդուարդը 2 լիարժեք շաբաթ արձակուրդ վերցրեց, ինչը նրա գործընկերները հրաշք էին համարում։ Նրանք ձեռք ձեռքի տված քայլում էին սպիտակ նեղլիկ փողոցներով, համտեսում էին գինիներ մայրամուտի ներքո, Սոֆյան վերջապես տվեց նրան մի բան, որը այդքան զգուշորեն պահել էր՝ իր կուսությունը, իր մտերմությունը, իր լիակատար վստահությունը։ Այդ առաջին գիշեր, նրա գրկում, նա զգաց, որ իրականում ինչ-որ մեկին է պատկանում։ Եվ ավելին, զգաց, որ ինչ-որ մեկը պատկանում է իրեն։ Բայց 2 շաբաթն ավարտվեց, դրա հետ ավարտվեց նա այն մարդը, ով նրան նայում էր, կարծես աշխարհում այլս ոչինչ չկար։ Երան վերադառնալուց հետո Էդուարդը կրկին դարձավ աշխատանքով տարված մագնատը։ Առավոտները սկսեցին դատարկ լինել, նա տնից դուրս էր գալիս մինչ արածակը։ Գիշերները ձգվում էին անվերջ, Սոֆյան միայնակ էր ընթրում, սպասելով մի զանգի, որը հազվադեպ էր գալիս։ Սկզբում նա փորձում էր հասկանալ։ Էդուարդը պատասխանատվություն ուներ, նա դա գիտեր։ Նա ղեկավարում էր ավելի քան 200 աշխատակից ունեցող ընկերություն, կառավարում էր հաճախորդների կարողությունները, ովքեր կույրի պես վստահում էին նրան։ Բայց աստիճանաբար այդ ըմբռնումը սկսեց խառնվել մի տխրության հետ, որը Սոֆյան չգիտեր անվանել։ Կարծես այն մարդը, ով նրան նվաճել էր, անհետացել էր, իր փոխարեն թողնելով միայն մի անծանոթի, ով քնում էր իր կողքին։ Առանձնատունը, որտեղ նրանք սկսեցին ապրել, շքեղ էր։ 5 սյուիտ, այգի տաքացվող լողավազանով, մառան, որը Էդուարդը երբեք չէր օգտագործում, գրադարան, գրքերով, որոնք ոչ ոք չէր կարդում։ Սոֆյան փորձեց այդ տարածքը դարձնել իսկական տուն։
Ընտրեց յուրաքանչյուր բարձ, յուրաքանչյուր նկար, ձավորման յուրաքանչյուր դետալ։ Բայց որքան էլ ջանք թափեր, տունը մնում էր սառը։ Միջանցքները արձագանքում էին նրա սեփական քայլերին։ Հսկայական սենյակները կուլ էին տալիս նրա ձայնը։ Կարծես ապրում էր մի թանգարանում, որտեղ ինքը պարզապես ցուցադրվող հերթական առարկան էր։ Առաջին ամիսներին Սոֆյան դեռ փորձում էր նրան զարմացնել։ Պատրաստում էր բարդ ընթրիքներ, հետելով բաղադրատոմսերին, որոնք սովորել էր խոհարարական դասերին։ Գնում էր նուրբ ներքնազգեստներ արթուն, սպասում էր մինչ նա գար։ Թողնում էր քնքուշ գրություններ նրա գրասենյակի սեղանին։ Բայց Էդուարդը միշտ պատճառաբանություն ուներ։ Շատ հոգնած էր ուտելու համար։ Պետք է շտապ զեկույցներ վերանայեր։ Շեղված շնորհակալություն էր հայտնում, անհետանում էր համակարգչի էկրանի հետում։ Սոֆյայի փորձերը աստիճանաբար ավելի ու ավելի հազվադեպ էին դառնում, փոխարինվելով լուռ ու ցավոտ առօրյայով։ Նա արթնանում էր միայնակ էր նախաճաշում, ամբողջ օրն անցկացնում էր այդ հսկայական տանը, չիմանալով, թե կոնկրետ ինչ անել։ Մտածեց աշխատանքի վերադառնալու մասին, բայց Էդուարդը հուշեց, որ դա անհրաժեշտ չէ։ Ի վերջո, նրանց գումար պետք չէր, նա կնախընտրեր, որ Սոֆյան հոգ տար տան մասին։ Սոֆյան համաձայնվեց, ինչպես միշտ համաձայնվում էր, բայց խորքում գիտեր, որ տան մասին հոգ տանելը պարզապես էլեգանտ էվֆեմիզմ էր, իրեն օգտակար զգալու համար ոչինչ չունենալու։ Ամիսները դարձան 1 տարի։ Ամուսնության առաջին տարեդարձը եկավ որոշակի սպասումով։ Սոֆյան դեռ գաղտնի հույս էր պահում, որ այդ հատուկ ամսաթիվը Էդուարդին կստիպի հիշել, թե ովքեր էին նրանք սկզբում։ Նա վաղ արթնացավ, ընտրեց կապույտ զգեստ, որը նա միշտ գովաբանում էր, սեղան ամրագրեց այն ռեստորանում, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպել էին։ Կեսօրն անցկացրեց մազերն ու դիմահարդարումը կարգի բերելով, պատկերացնելով նրա զարմանքը, երբ նա տուն կգար կգտներ իրեն պատրաստ։ Էդուարդը տուն հասավ գիշերվա 11-ին, հյուծված փխրուն փողկապով։ Նա հազիվ նայեց նրան։ Ինչ-որ բան մրմնջաց երկարաձգված հանդիպման մասին, բաճկոնը նետեց բազմոցին անմիջապես գնաց ննջասենյակ։ Սոֆյան կանգնած մնաց միջանցքում, դեռ կապույտ զգեստով բարձրակրունկներով, զգալով, որ իր ներսում ինչ-որ բան սկսում է ճաքել։ Նա ոչինչ չասաց։ Պարզապես ցավը պահեց գնաց քնելու։ Երկրորդ տարին ավելի վատ էր։ Ոչ թե Էդուարդի բացակայության պատճառով, որն արդեն հաստատվել էր, այլ այն պատճառով, թե ինչպես Սոֆյան սկսեց սովորել դրան։ Նա հասկացավ, որ այլս չէր սպասում նրան։ Այլս հատուկ ընթրիքներ չէր պատրաստում։ Այլս ներքնազգեստներ չէր գնում։ Այլս գրություններ չէր թողնում։ Նա դարձել էր ստվեր իր սեփական կյանքում, դեկորատիվ կերպար այդ սառը։ Առանց նա տանը։ Հենց այդ ժամանակ սկսեց տառապել անքնությունից։ Ամբողջ գիշեր արթուն էր մնում, նայելով ննջասենյակի առաստաղին, լսելով Էդուարդի խռմփոցը իր կողքին։ Այդ մշտական ու անտարբեր ձայնը նրան ավելի միայնակ էր զգացնել տալիս, քան եթե իսկապես միայնակ լիներ։ Որովհետև այնտեղ կար ինչ-որ մեկը, ամուսին, մի մարդ, ով մի օր այնքան էր ցանկացել նրան, որ չէր կարողանում հեռու մնալ նրանից։ Իսկ հիմա կարծես նա գոյություն չուներ։ Աստիճանաբար Սոֆյան սկսեց իրեն հարցեր տալ, որոնք երբեք իրեն թույլ չէր տվել կասկածի տակ դնել։ Արդյոք նա դեռ սիրում էր իրեն։ Արդյոք նա երբեք իրականում սիրել էր իրեն։ Թե նա պարզապես հերթական նվաճումն էր, հերթական կետը մի մարդու ցուցակում, ով պետք է ամեն ինչ ունենար։ Կատարյալ տունը, ներմուծված մեքենան, գեղեցիկ ու կիրթ կինը։ Արդյոք նա միայն դա էր ներկայացնում։ Կասկածները ներսից ուտում էին նրան, բայց Սոֆյան շարունակում էր ժպտալ։ Ժպտում էր ընտանեկան ճաշերի ժամանակ, որտեղ սկեսուրը գովաբանում էր, թե ինչպես էր նա նվիրված կին։ Ժպտում էր սոցիալական միջոցառումներին, որտեղ կախվում էր Էդուարդի թիթ ծածնում, թե երջանիկ զույգ են։ Ժպտում էր սոցիալական ցանցերում տեղադրած լուսանկարներում, պահպանելով կատարյալ կյանքի ճակատը։ Բայց երբ վերադառնում էր տուն փակում ննջասենյակի դուռը, ժպիտն անհետանում էր, մնում էր միայն դատարկությունը։ Ամուսնության 3-րդ տարեդարձը եկավ ապրիլի սովորական երեքշաբթի օրը։ Սոֆյան արթնացավ հույսի մի բծով, որը փորձեց անմիջապես խեղդել։ Չէր ուզում նորից հիասթափվել։ Բայց իր սրտում ինչ-որ բան դեռ համառորեն հավատում էր, որ այս անգամ այլ կլինի։ Որ Էդուարդը կհիշեր։ Որ նա ինչ-որ բան կաներ, ցանկացած բան, որպեսզի ցույց տար, որ դեռ հոգ էր տանում։ Նա պատրաստեց նրա սիրելի նախաճաշը։
Ամենամոտիկ ֆրանսիական հացատնից թարմ հաց էր, հատապտղի մուրաբա, նոր քամած նարնջի հյութ։ Սեղանը զարդարեց այգու ծաղիկներով սպասեց։ Էդուարդն իջավ շտապողականորեն, արդեն անթերի կոստյումով, նամակները ստուգելով հեռախոսով։ Վերցրեց մի բաժակ սուրճ, առանց սեղանին նայելու, առանց նրան նայելու։ Սոֆյան խորը շունչ քաշեց, քաջություն հավաքեց։ Այսօր հատուկ օր է, ասաց նա մեղմ, գրեթե ամաչկոտ ձայնով։ Մտածեցի, որ կարող ենք երեկոյան միասին ընթրել։ Միայն մենք երկուսս։ Էդուարդը շեղված ինչ-որ բան մրմնջաց միջազգային ներդրողների հետ կարոր հանդիպման մասին, համբուրեց նրա գլխի վերը, առանց աչքերը հեռախոսից կտրելու դուրս եկավ։ Դուռը փակվեց, դրա հետ միասին, Սոֆյայի ներսում ինչ-որ բան նույնպես փակվեց։ Նա նստած մնաց այդ գեղեցիկ սեղանի մոտ, շրջապատված հացերով, որոնք ոչ ոք չէր ուտի, ծաղիկներով, որոնք ոչ ոք չէր տեսնի։ Արցունքները դանդաղ էին գալիս, անձայն, ինչպես նրա կյանքի ամեն ինչ։ Դրանք զայրույթի արցունքներ չէին։ Դրանք այնքան խորը հոգնածության արցունքներ էին, որ թվում էր, թե վերջ չունեն։ Հոգնած էր սպասելուց։ Հոգնած էր անտեսանելի լինելուց։ Հոգնած էր սիրելուց մեկին, ով ժամանակ չուներ նկատելու, որ նա գոյություն ունի։ Սոֆյան նայեց իր մատի մատանուն։ Այդ սպիտակ ոսկուց մատանին, փոքրիկ ադամանդներով, որը մի օր խոստում էր նշանակում։ Հիշեց այն օրը, երբ Էդուարդը դրեց այն այնտեղ, այնպես, ինչպես իր մատները դողում էին հուզմունքից, այն բացարձակ վստահությունը, որ իր կյանքի ամենագեղեցիկ մասն էր սկսվում։ Հիմա, 3 տարի անց, այդ մատանին պարզապես ծանրություն էր։ Մի ոսկե շղթա, որը նրան կապում էր մի պատրանքի։ Դանդաղ, դեռ դողացող ձեռքերով, Սոֆյան հանեց մատանին։ Դրեց այն սեղանին, ծաղիկների կողքին, որոնք արդեն սկսում էին թառամել։ Դա դրամատիկ ժեստ չէր։ Չկային ճիչեր կամ հայտարարություններ։ Դա պարզապես մի կնոջ լուռ որոշումն էր, ով այլս չէր կարող ապրել որպես ստվեր։ Այդ կեսօրին, առաջին անգամ 3 տարվա ընթացքում, Սոֆյան տնից դուրս եկավ առանց որոշակի ուղղության։ Քայլեց կենտրոնի փողոցներով, դիտելով քաղաքը, որը կարծես առաջ է շարժվել, մինչդեռ ինքը լճացած էր մնացել։ Մտավ մի գրախանութ, ժամեր անցկացրեց դարակների մեջ կորած։ Գնեց գրքեր, որոնք միշտ ցանկացել էր կարդալ, բայց երբեք քաջություն չէր ունեցել։ Նստեց մի սրճարանում, միայնակ կապուչինո խմեց, առանց շտապելու, առանց մեղքի զգացման։ Արվեստի պատկերասրահի կողքով անցնելիս ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Ցուցափեղկում կար մի պաստառ, որը հայտարարում էր նկարչության դասընթացներ սկսնակների համար։ Սոֆյան կանգ առավ, նայեց այդ հայտարարությանը, կարծես մի դուռ էր բացվում։ Նա նկարում էր, երբ դեռահաս էր։ Ուներ ջրաներկերի տուփ, որը տատիկից էր ստացել, ամբողջ կեսօրերն անցկացնում էր երակայական բնապատկերներ ստեղծելով։ Բայց երբ մեծացավ, երբ սկսեց ձավորվել այն կատարյալ կնոջ մեջ, որին բոլորը սպասում էին, նկարչությունը մնաց հետում, մոռացված, ինչպես իր բազմաթիվ այլ մասեր։ Շատ չմտածելով, նա հրեց դուռը, մտավ ներս։ Պատկերասրահը թարմ ներկի փայտի հոտ ուներ։ Պատերին կախված էին գունեղ ու վառ գործեր, որոնք կարծես կյանքով էին բաբախում։ Ընդունարանի մի կին ժպտաց նրան, Սոֆյան, առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում, անկեղծորեն ժպտացի պատասխան։ Ուզում եմ գրանցվել դասընթացներին, ասաց նա։ Ձայնը ավելի ամուր հնչեց, քան սպասում էր։ Ընդունարանի աշխատակցուհին տվեց գրանցման թերթիկ, մինչ Սոֆյան լրացնում էր իր տվյալները, զգաց մի տարօրինակ ու հրաշալի բան, հուզմունքի մի փոքրիկ կայծ։ Կարծես իր մի մասը, որը տարիներ շարունակ քնած էր, վերջապես արթնանում էր։ Դասերը կսկսվեին հաջորդ շաբաթ, երեքշաբթի 5-շաբթի կեսօրից հետո։ Սոֆյան այնտեղից դուրս եկավ մի զգացումով, որը չգիտեր անվանել։ Դա ճշգրիտ երջանկություն չէր, քանի որ տխրությունը դեռ կար, ծանր կրծքին։ Բայց դա հույսին մոտ ինչ-որ բան էր։ Հույս, որ գուցե, պարզապես գուցե, իր ներսում դեռ կյանք կար, որը սպասում էր ապրվելու։ Երբ տուն հասավ, առանձնատունը դատարկ էր, ինչպես միշտ։ Էդուարդը դեռ գրասենյակում էր, հավանաբար մինչ ուշ կմնար։ Սոֆյան բարձրացավ ննջասենյակ, նայեց այն մատանուն, որը թողել էր նախաճաշի սեղանին, որը դեռ այնտեղ էր, անձեռնմխելի։ Նա նույնիսկ չնկատեց, մտածեց նա։ Նույնիսկ չնկատեց, որ այսօր մեր տարեդարձն էր։ Նույնիսկ չնկատեց, որ հանել եմ մատանին։ Նույնիսկ չի նկատում, որ ես անհետանում եմ։ Բայց առաջին անգամ, դրանից միայն ցավ զգալու փոխարեն, Սոֆյան զգաց նա անսպասելի վճռականություն։
Եթե Էդուարդը չէր տեսնում իրեն, գուցե ժամանակն էր, որ ինքը իրեն տեսներ։ Իրեն նորից գտներ։ Բացահայտել, թե ով էր Սոֆյան, բացի լինելուց կատարյալ անտեսանելի կինը մի մարդու, ով ժամանակ չուներ իր համար։ Այդ գիշեր, առաջին անգամ ամիսների ընթացքում, Սոֆյան կարողացավ քնել։ Եվ գույներ տեսավ երազում։ Վառ կարմիրներ, խորը կապույտներ, լուսավոր դեղիններ։ Գույներ, որոնք դուրս էին հորդում կտավներից ներկում ամբողջ աշխարհը։ Երազեց, որ նկարում էր յուրաքանչյուր վրձնահարված իր մի մասն էր, որը վերադառնում էր կյանքի։ Երբ հաջորդ առավոտ արթնացավ, Էդուարդն արդեն հեռացել էր։ Բայց այս անգամ դատարկ տունը այդքան շնչահեղձ չթվաց։ Սոֆյան գնաց հյուրասենյակ, որը երբեք հյուրեր չէր ընդունում, սկսեց պատկերացնել այն փոխված։ Սպիտակ պատերը ծածկված կտավներով։ Սեղանը լի ներկերով վրձիններով։ Բնական լույս, որը մտնում էր պատուհանից։ Միայն իր տարածքը, որտեղ կարող էր ստեղծել, շնչել, գոյություն ունենալ։ Հաջորդ օրերին Սոֆյան սկսեց շարժվել։ Զանգահարեց ընկերուհիներին, որոնց տարիներ շարունակ չէր տեսել։ Սուրճի ճաշի հանդիպումներ կազմակերպեց։ Նորից սկսեց հաճախել մարզասրահ, որը թողել էր, քանի որ Էդուարդը կարծում էր, որ նրան պետք չէ։ Գնեց հագուստներ, որոնք իսկապես դուր էին գալիս իրեն, ոչ թե այնպիսիները, որոնք սկեսուրն էր հավանություն տալիս։ Եվ անհամբեր սպասում էր նկարչության առաջին դասին։ Երեքշաբթին եկավ արոտ ու տաք։ Սոֆյան վաղ արթնացավ, ընտրեց հարմարավետ հագուստ, տնից դուրս եկավ մի թեթությամբ, որը այդքան երկար ժամանակ չէր զգացել։ Պատկերասրահը լիքն էր, երբ նա հասավ։ Կային մոտ 15 հոգի, հիմնականում կանայք, բայց նա մի քանի տղամարդ։ Բոլորը աշխույժ զրուցում էին, կիսվելով նոր բան սովորելու իրենց սպասումներով։ Ուսուցիչը եկավ մի քանի րոպե անց։ Նա 40-ականների մի տղամարդ էր, խառնված մոխրագույն մազերով, հաստ շրջանակով, ակնոցներով, ներկոտված վերնաշապիկով։ Նա ուներ այնպիսի հանգիստ ներկայություն, որն անմիջապես բոլորին հանգիստ էր զգացնել տալիս։ Նա ներկայացավ որպես Հենրիկ, ԵՓՀ-ն ավարտած նկարիչ, սկսեց խոսել արվեստի մասին այնպես, ինչպես Սոֆյան երբեք չէր լսել։ Նա չէր խոսում տեխնիկայի կամ կանոնների մասին։ Նա խոսում էր զգացմունքների մասին։ Այն մասին, թե ինչպես է նկարչությունը ինքն իր հետ խոսելու միջոց։ Այն մասին, թե ինչպես է ընտրված յուրաքանչյուր գույնը ինչ-որ բան բացահայտում այն մասին, թե ով ենք մենք։ Այն մասին, թե որքան կարող է դադարել վախենալ սխալվելուց, պարզապես թույլ տալ, որ ձեռքը հետի այն բանին, ինչ սիրտը ցանկանում է ասել։ Սոֆյան լսում էր յուրաքանչյուր բառ, կարծես քաղցած լիներ։ Եվ երբ Հենրիկը բաժանեց կտավներն ու վրձինները, երբ նա վերջապես թաթախեց վրձինը, ներկի մեջ դիպավ սպիտակ կտավին, զգաց մի արտասովոր բան։ Զգաց, որ վերադարձել էր։ Ոչ միայն նկարչությանը, այլ ինքն իրեն։ Առաջին վրձնահարվածները ամաչկոտ էին, անվստահ։ Բայց աստիճանաբար, երբ Հենրիկը շրջում էր սենյակում, առաջարկելով մեղմ հուշումներ քաջալերանք, Սոֆյան սկսեց ազատվել։ Նա ընտրեց կապույտը ոչ թե այն պատճառով, որ ուրախ գույն էր, այլ այն պատճառով, որ դա խորության, օվկիանոսի, անսահմանության գույնն էր։ Նա ներկեց կապույտի շերտեր, յուրաքանչյուր երանգ տարբեր էր, ստեղծելով ինչ-որ վերացական ինտենսիվ բան։ Երբ դասն ավարտվեց, Սոֆյան նայեց իր կտավին, հազիվ ճանաչեց այն, ինչ ստեղծել էր։ Դա գեղեցիկ չէր ավանդական իմաստով։ Դա խառնաշփոթ էր, կոպիտ, անկեղծ։ Եվ դա ամբողջությամբ իրենն էր։ Շատ լավ է առաջին դասի համար, ասաց Հենրիկը, կանգնելով նրա կողքին։ Դուք քաջություն ունեք։ Շատերը վախենում են այսպես մուգ գույներ օգտագործելուց, այդքան խորը գնալուց։ Բայց դուք առանց վարանելու գնացիք։ Սոֆյան զգաց, որ իր դեմքը շիկնում է գովեստից։ Շնորհակալություն, մրմնջաց նա, դեռ նայելով կտավին։ Հենրիկը ժպտաց։ Հաջորդ դասին ուզում եմ, որ դուք փորձեք մի փոքր լույս ավելացնել այստեղ, նա մատնացույց արեց կտավի մի անկյունը։ Նույնիսկ խորություններում միշտ մի փոքր լույս կա։ Մենք պարզապես պետք է փնտրենք։ Սոֆյան պահեց այդ բառերը, ինչպես գանձ են պահում։ Նա դուրս եկավ պատկերասրահից, կտավը ձեռքերում, հոգ տանելով դրա մասին, կարծես աշխարհի ամենաթանկ բանը լիներ։ Որովհետև, ինչ-որ առումով, դա այդպես էր։ Դա առաջին բանն էր, որ նա ստեղծել էր տարիներ շարունակ, որն ամբողջությամբ իրենն էր, որը ոչ մեկի հավանության կամ անհավանության կարիքը չուներ։ Դա ապացույց էր, որ նա դեռ գոյություն ունի։
Տուն հասնելուն պես նա կտավը տարավ այն սենյակը, որը վերածում էր արվեստանոցի։ Հենեց այն պատին երկար ժամանակ դիտեց։ Այդ խորը կապույտները կարծես շնչում էին, կարծես պատմություն էին պատմում, որը ինքը դեռ լիովին չէր հասկանում։ Էդուարդը տուն հասավ ուշ այդ գիշեր, ինչպես միշտ։ Նա Սոֆիային գտավ հյուրասենյակում կարդալիս մի բան, որը նա նույնպես երկար ժամանակ չէր արել։ Նա հազիվ նայեց նրան, պարզապես հոգնած ողջույն մրմնջաց անմիջապես գնաց ննջասենյակ։ Սոֆյան շարունակեց կարդալ, առանց վեր կենալու, առանց հարցնելու, թե արդյոք նա ուզում է ընտրել, առանց անելու այն բաներից որը մեկը, որոնք սովորաբար անում էր նրան հաճոյացնելու համար։ Եվ նկատեց, տխրության թեթության խառնուրդով, որ նա նույնիսկ տարբերությունը չէր նկատել։ Այդ գիշեր մի մարդու կողքին պառկած, ով անծանոթ էր թվում, Սոֆյան հասկացավ, որ ինչ-որ հիմնարար բան փոխվել էր։ Նա դեռ այդ ամուսնության մեջ էր, դեռ ապրում էր այդ տանը, դեռ կրում էր նրա ազգանունը։ Բայց ներսից նա արդեն սկսում էր ազատվել։ Եվ զգացումը սարսափելի էր ազատագրող միաժամանակ։ Նկարչության երկրորդ դասն ավելի լավն էր, քան առաջինը։ Սոֆյան եկավ աշխույժ, ողջունեց մյուս ուսանողուհիներին, հմտորեն տեղադրեց իր մոլբերտը։ Հենրիկն առաջարկեց մի այլ վարժություն, նկարել մի զգացմունք, առանց ճանաչելի ձեր օգտագործելու։ Միայն գույներ, հյուսվածքներ, շարժումներ։ Սոֆյան փակեց աչքերը, մտածեց, թե ինչպես էր իրեն զգում։ Եվ առաջին բանը, որ եկավ, միայնությունն էր։ Բայց ոչ այն տխուր ու ծանր միայնությունը, որը նա այդքան լավ գիտեր։ Դա այլ միայնություն էր, հնարավորություններով լի միայնություն։ Այն մարդու միայնությունը, ով միայնակ է, բայց այլս դատարկ չէ։ Նա ընտրեց դեղինը։ Վառ դեղին, գրեթե ագրեսիվ։ Եվ սկսեց նկարել։ Եթե ձեզ դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Հաջորդող շաբաթները Սոֆիայի կյանքում բերեցին լուռ, բայց խորը փոփոխություն։ Նկարչության դասերը դարձան նրա շաբաթվա կենտրոնը, այն պահերը, որոնք նա սպասում էր լավ անհանգստությամբ, այնպիսի անհանգստությամբ, որը սրտին ավելի արագ էր բաբախել տալիս հուզմունքից։ Ամեն երեքշաբթի-հինգշաբթի նա վաղ էր արթնանում, ընտրում հարմարավետ հագուստ, մազերը կապում էր ինչպես պատահի դուրս էր գալիս այդ սառը առանձնատնից, ուղղվելով դեպի պատկերասրահ, որը հնարավորությունների հոտ ուներ։ Հենրիկը բացառիկ ուսուցիչ էր։ Նա ուներ այն հազվագյուտ շնորհը, որ մարդկանց կարող էր զգացնել, որ նրանք ունակ են, որ տեսնում էր ներուժ այնտեղ, որտեղ ուրիշները միայն սխալ էին տեսնում։ Դասերի ընթացքում նա անվերջ համբերությամբ շրջում էր ուսանողների միջ, հարցեր տալով, որոնք յուրաքանչյուրին ստիպում էին ավելի խորը մտածել այն մասին, թե ինչ էին ստեղծում։ Սոֆիայի հետ նա հատկապես ուշադիր էր, ոչ թե ինվազիվ կերպով, այլ իրական հետաքրքրությամբ, որը նա չգիտեր, թե ինչպես մեկնաբաներ։ Դու հետաքրքիր բան ունես, ասաց նա մի անգամ, դիտելով մի կտավ, որտեղ Սոֆյան քաոսային կերպով խառնել էր մանուշակագույնն ու նարնջագույնը։ Դուք չեք վախենում հակադրություններից։ Մարդկանց մեծ մասը փորձում է ամեն ինչ չափազանց ներդաշնակ դարձնել, բայց դուք ընդունում եք հակամարտությունը։ Դա իսկական արվեստ է։ Սոֆյան զգաց, որ իր ներսում ինչ-որ բան բռնկվում է այդ բառերից։ Դա ճանաչում էր։ Դա տեսնվելն էր։ Դա այնքան էր տարբերվում այն ամենից, ինչ նա ապրում էր տանը, որ գրեթե ցավում էր։ Դասերին Սոֆյան նա սկսեց ընկերուհիներ ձեռք բերել։ Մարիանա, 40-ամյա փաստաբան, ով որոշել էր նորից նկարել ամուսնալուծությունից հետո։ Բեատրիս, համալսարանի ուսանողուհի, լի էներգիայով ամեն ինչի մասին կարծիքներով։ Կլաուդիա, էլեգանտ տիկին, ով նկարում էր երեխաների տնից հեռանալուց հետո միայնության հետ պայքարելու համար։ Չորսն էլ սկսեցին դասերից հետո սրճարաններում հանդիպել, խոսելով արվեստի, բայց նա կյանքի մասին։ Եվ առաջին անգամ տարիների ընթացքում Սոֆյան իրեն տեսնում էր իրականում խոսելիս, ոչ թե պարզապես քաղաքավարի պատասխանելով հարցերին կամ համաձայնվելով այն ամենի հետ, ինչ ուրիշներն էին ասում։ Մարիանան էր, ով առաջինը նկատեց, որ Սոֆյան այլս մատանի չի կրում։ Նրանք նստած էին սրճարանում, սառը թեյ էին խմում մայիսի տաք կեսօրին, երբ Մարիանան նայեց Սոֆիայի ձախ ձեռքին հոնքը բարձրացրեց։ Դուք ամուսնացած եք, չէ՞։ Սոֆյան ավելի ամուր սեղմեց բաժակը։ Տեխնիկապես, այո։ Մարիանան չսեղմեց, պարզապես գլխով արեց, կարծես ամբողջությամբ հասկանում էր։ Երբեմն մենք ամուսնացած ենք մնում շատ ժամանակ այն բանից հետո, երբ ամուսնությունն ավարտվել է, ասաց նա մեղմ։ Սոֆյան կրծքավանդակում սեղմում զգաց։ Առաջին անգամ էր, որ ինչ-որ մեկը բառերով արտահայտում էր այն, ինչ նա զգում էր ամիսներ շարունակ։
Տանը իրավիճակը մնում էր նույնը, կամ գուցե ավելի վատ։ Էդուարդը շարունակում էր իր խելահեղ կյանքը հանդիպումներով, գործնական ուղղություններով գիշերները գրասենյակում։ Բայց հիմա ինչ-որ տարբերություն կար։ Նա սկսում էր նկատել, որ ինչ-որ բան փոխվել էր։ Սոֆյան այլևս միշտ հասանելի չէր։ Այլևս չէր սպասում նրան պատրաստ ընթրիքով։ Այլևս չէր հարցնում նրա օրվա մասին։ Չէր զարդարվում նրան տպավորելու համար, երբ նա գալիս էր։ Նա պարզապես հետում էր իր սեփական առօրյային, անկախ նրանից, թե նա ներկա էր, թե ոչ։ Սկզբում Էդուարդը մեծ նշանակություն չտվեց։ Շատ զբաղված էր մանրամասները նկատելու համար։ Բայց երբ շաբաթներն անցան, սկսեց ինչ-որ տարօրինակ բան զգալ։ Տունը տարբեր էր թվում։ Միջանցքի պատերին կտավներ էին հենված։ Ներկի հոտ կար օդում։ Սոֆյան հագնում էր հագուստներ, որոնք նա երբեք չէր տեսել, ավելի ազատ գունեղ։ Եվ երբ նա փորձում էր շեղված համբուրել նրան դուրս գալուց առաջ, նա խուսափում էր նուրբ, բայց ամուր կերպով։ Մի գիշեր Էդուարդը տուն հասավ սովորականից շուտ։ Ընդամենը ժամը 9 էր, գրեթե վաղ, նրա չափանիշներով։ Նա Սոֆյային գտավ այնտեղ, ինչը նախկինում հյուրասենյակն էր, այժմ անճանաչելիորեն փոխված։ Պատերին ներկի շիթեր կային։ Կենտրոնում մոլբերտ կար, կտավներ կուտակված հատակին, բրցիներ ցրված իմպրովիզացված սեղանին։ Եվ Սոֆյան այնտեղ էր, մեջքով դեպի նա, լիովին տարված ինչ-որ բան նկարելով, որը նա չէր կարողանում վերծանել։ Նա մի պահ կանգնած մնաց դռան մոտ, դիտելով։ Նրա կեցվածքում, նրա շարժվելու ձում ինչ-որ բան կար, որը նա չէր ճանաչում։ Նա կարծես ամբողջական էր։ Ոչ թե մասնատված ու կորած, ինչպես վերջերս էր թվում։ Ինչ է սա, հարցրեց նա, նրա ձայնը ավելի ագրեսիվ հնչեց, քան մտադրված էր։ Սոֆյան դանդաղ շրջվեց։ Իմ արվեստանոցը, պարզապես պատասխանեց նա, առանց դրանից բացի որևէ բան բացատրելու։ Էդուարդը հոնքերը կնճռեց։ Երբվանից եք նկարում։ Միշտ, ասաց նա։ Դուք պարզապես երբեք չեք հարցրել։ Հետագա լռությունը ծանր էր։ Էդուարդը ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չգիտեր ինչ։ Նրանց միջ մի հեռավորություն կար, որը նա չէր հիշում, որ նկատել էր նախկինում, կարծես անդունդ էր բացվել, նա միայն հիմա էր նկատում։ Ի վերջո, նա պարզապես դուրս եկավ սենյակից, Սոֆյային թողնելով իր ներկերով ու կտավներով, գնաց գրասենյակ ստուգելու էլ։ Նամակներ, որոնք կարող էին սպասել, բայց որոնց հետ ավելի հեշտ էր գործ ունենալ, քան այն անհանգիստ զգացումի հետ, որ ինչ-որ բան մատների արանքից սահում էր։ Հաջորդ դասերին Հենրիկը սկսեց ավելի դժվար վարժություններ առաջարկել։ Դիմանկարներ։ Սոֆյան սրտում սառնություն զգաց։ Երբեք դեմքեր չէր նկարել, միշտ նախընտրել էր վերացականը, անորոշը։ Բայց Հենրիկը պնդեց։ Դիմանկարները մեզ ստիպում են իրականում տեսնել մյուսին, բացատրեց նա։ Եվ երբ մենք իրականում տեսնում ենք մյուսին, ի վերջո տեսնում ենք նա ինքներս մեզ։ Յուրաքանչյուր ուսանող պետք է բերեր կարևոր մարդու լուսանկար այն վերածեր նկարի։ Սոֆյան օրեր անցկացրեց, մտածելով, թե ում նկարի։ Ակնհայտ ընտրությունը կլիներ Էդուարդը, իր ամուսինը, այն մարդը, ով պետք է ամենակարևորը լիներ իր կյանքում։ Բայց ամեն անգամ, երբ մտածում էր նրա դեմքը նկարելու մասին, արգելք էր զգում։ Չէր կարողանում հստակ տեսնել Էդուարդին։ Կարծես, նույնիսկ 3 տարվա ամուսնությունից հետո, նա իրականում չգիտեր, թե ով էր նա։ Կամ գուցե գիտեր, հենց դա էր խանգարում նրան նկարել։ Ի վերջո, նա բերեց տատիկի լուսանկարը, այն նույնը, ով իրեն ջրաներկերի տուփ էր տվել, երբ փոքր էր։ Այն կինը, ով միշտ խրախուսել էր նրան ստեղծել, երազել, լինել ավելին, քան պարզապես գեղեցիկ կիրթ։ Երբ Հենրիկը տեսավ լուսանկարը, հավանություն տվող ժպիտով ժպտաց։ Նա կարծես ուժեղ կին է եղել, ասաց նա։ Սոֆյան գլխով արեց, կոկորդում հանգույց զգալով։ Նա եղել է ամենաուժեղ մարդը, ում ես ճանաչել եմ։ Տատիկի դեմքը նկարելը կաթարսիսային փորձ էր։ Յուրաքանչյուր կնճիռ, աչքերի շուրջ յուրաքանչյուր ստվեր, արտահայտության յուրաքանչյուր նրբերանգ հիշողություններ էր բերում։ Տատիկը ծիծաղում էր խոհանոցում։ Տատիկը պատմություններ էր կարդում քնելուց առաջ։ Տատիկը ասում էր, որ Սոֆյան կարող է լինել այն ամենը, ինչ ուզում է, ոչ թե միայն այն, ինչ ուրիշներն էին սպասում նրանից։ Նկարելիս Սոֆյան լացեց։ Լուր արցունքներ, որոնք թափվում էին ներկապնակի վրա, խառնվելով ներկերին։ Հենրիկը նկատեց, մոտեցավ, բայց ոչինչ չասաց։
Պարզապես մի պահ ձեռքը դրեց նրա ուսին, ըմբռնման ժեստ, որը բառերի կարիք չուներ։ Երբ օրեր անց ավարտեց դիմանկարը, Սոֆյան նայեց այդ նկարված դեմքին, տեսավ ոչ միայն իր տատիկին։ Նա տեսավ իր ընտանիքի բոլոր կանանց, բոլոր նրանց, ովքեր եղել էին նախկինում, բոլոր նրանց, ովքեր ուժեղ էին նուրբ միաժամանակ, ովքեր ճկվել էին, բայց չէին կոտրվել։ Նա տեսավ նա ինքն իրեն, կամ գոնե այն, ինչ ուներ դառնալու ներուժ։ Արտակարգ է, ասաց Հենրիկը, երբ տեսավ պատրաստի գործը։ Դուք ոչ միայն դեմքը, այլ հոգին եք գրավել։ Սոֆյան նայեց նրան, իրականում նայեց, առաջին անգամ հասկացավ, որ Հենրիկը նույնպես տեսնում էր իրեն։ Տեսնում էր դժբախտ կնոջից այն կողմ, կիրթ ու զուսպ կնոջից այն կողմ։ Տեսնում էր նկարչին, այն մարդուն, ով գոյություն ուներ սպասումների հիասթափությունների բոլոր այդ շերտերի հետում։ Դուք պետք է ցուցադրեք, շարունակեց նա, զգուշորեն վերցնելով կտավը։ Հաջորդ ամիս պատկերասրահում կազմակերպում եմ խմբակային ցուցահանդես։ Միայն ուսանողների աշխատանքներ։ Այս գործն այնտեղ ունենալը կատարյալ կլիներ։ Սոֆյայի սիրտը թռավ։ Ցուցահանդես։ Նրա աշխատանքը ուրիշների կողմից տեսնվելը։ Գաղափարը միաժամանակ սարսափելի էր հուզիչ։ Չգիտեմ, սկսեց նա, բայց Հենրիկը գլխով արեց։ Դուք գիտեք։ Դրա համար էլ վախենում եք։ Արվեստը պատրաստ լինելու մասին չէ, այլ քաջություն ունենալու, ցույց տալու, թե ով ես դու։ Լավ մտածեք, լավ։ Սոֆյան հաջորդ օրերն անցկացրեց երկմտանքի մեջ։ Նրա մի մասը հուսահատորեն ցանկանում էր մասնակցել ցուցահանդեսին։ Դա այն ճանաչումն էր, որը նա երբեք չէր ունեցել, այն հաստատումը, որ նա կարող էր ստեղծել կարևոր բան։ Բայց մյուս մասը սարսափած էր։ Ինչ կմտածեին մարդիկ։ Ինչ կասեր Էդուարդը։ Որովհետև նա պետք է ասեր նրան, չէ՞։ Կամ ոչ։ Նա այնքան քիչ էր նկատում, թե ինչ էր կատարվում նրա կյանքում, որ գուցե նույնիսկ չնկատեր։ Որոշումը կայացավ մի կեսօր, երբ Էդուարդը տուն եկավ ճաշելու, ինչը հազվադեպ էր։ Սոֆյան խոհանոցում աղցան էր պատրաստում, երբ նա մտավ արդեն հեռախոսով խոսելով ինչ-որ կարևոր բանակցության մասին։ Նա ափսեն դրեց սեղանին, բայց Էդուարդը շարունակեց խոսել հեռախոսով, ժեստեր անելով, երբ անգլերենով խոսում էր աշխարհի մյուս ծայրում գտնվող մեկի հետ։ Նա ավարտեց ճաշելը դեռ հեռախոսով, վեր կացավ, առանց նրան նայելու, դուրս եկավ։ Սոֆյան նստած մնաց այդ հսկայական ու լուռ խոհանոցում, նայելով նրա դատարկ ափսեին, խնամքով դրված սեղանին, աղցանին, որը պատրաստել էր, մտածելով, որ կարող էին միասին ճաշել։ Եվ նրա ներսում ինչ-որ բան պարզապես կոտրվեց։ Ոչ թե զայրույթով, ոչ թե տխրությամբ, այլ պարզությամբ։ Նա այլս այնտեղ չէր պատկանում։ Ոչ այդպես։ Ոչ որպես ինքն իր ստվերը։ Նա վերցրեց հեռախոսը, հաղորդագրություն ուղարկեց Հենրիկին։ Ուզում եմ մասնակցել ցուցահանդեսին։ Պատասխանը եկավ արագ ոգորված։ Հրաշալի է։ Դուք չեք զղջա։ Եվ Սոֆյան, առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում, զգաց, որ միայն իր որոշումն էր կայացնում, անկախ նրանից, թե ինչ կմտածեին ուրիշները։ Ցուցահանդեսին նախապատրաստվելը Սոֆյայի ողջ ազատ ժամանակը խլեց։ Բացի տատիկի դիմանկարից, Հենրիկն առաջարկեց, որ նա երկու աշխատանք տանի։ Սոֆյան ընտրեց իր առաջին նկարած կտավը, խորը կապույտներով լի այդ կտավը, որոշեց երրորդը ստեղծել հատուկ ցուցահանդեսի համար։ Նա ուզում էր, որ դա անձնական լիներ, մի բան, որը կպատմեր իր պատմությունը, առանց բառերի կարիքի։ Սկսվեց մի կիրակի առավոտ։ Էդուարդը մեկնել է Ստեփանակերտ, կառավարության հաճախորդների հետ հանդիպման, ամբողջ հանգստյան օրը դուրս կլիներ։ Սոֆյան վաղ արթնացավ, ամուր սուրճ պատրաստեց, մի երաժշտություն դրեց, որը սիրում էր լսել դեռահասության տարիներին, գնաց արվեստանոց։ Տեղադրեց մի մեծ կտավ, ավելի մեծ, քան երբե նկարել էր, նայեց այդ սպիտակ ու անսահման տարածությանը։ Ինչ եմ ուզում ասել, մտածեց նա։ Եվ պատասխանը հստակ եկավ, ուզում եմ խոսել միայնության մասին։ Այն մասին, թե ինչպես կարող է մարդ շրջապատված լինել շքեղությամբ, բայց էմոցիոնալ առումով քաղցած լինել։ Այն մասին, թե ինչպես կարող է դիպչել, բայց երբեք իրականում չհասնել։ Նա ընտրեց մոխրագույնը որպես հիմք, մոխրագույնի տարբեր երանգներ, ստեղծելով շերտեր էլի շերտեր։ Բայց կենտրոնում որոշեց դնել մի վառ կարմիր, գրեթե բռնի։ Կարծես սիրտը միայնակ բաբախում է դատարկության մեջ։ Նա նկարեց ժամեր շարունակ։ Կորցրեց ժամանակի զգացումը։
Մոռացավ ուտել։ Երբ վերջապես կանգ առավ, արդեն գիշեր էր, կտավը պատրաստ էր։ Սոֆյան մի քանի քայլ հետ քաշվեց, դիտելու ամբողջական պատկերը։ Դա անհանգստացնող էր։ Դա անկեղծ էր։ Դա ինքն էր, ամբողջովին մերկ, արվեստի տեսքով։ Ցուցահանդեսին նախորդող օրերին Սոֆյան նորից հանդիպեց իր ընկերուհիներին դասընթացից։ Նրանք նույնպես ոգորված էին ու նյարդային, բոլորը կմասնակցեին ցուցադրությանը։ Մարիանան խոստովանեց, որ իր նախկին ամուսինը խոստացել էր գալ, նա չգիտեր, ուզում էր, որ նա տեսներ իր աշխատանքները, թե ոչ։ Բեատրիսը ոգորված էր, քանի որ հրավիրել էր համալսարանից իր սիրելի տղային։ Կլաուդիան հանգիստ էր, ասաց, որ իր երեխաները կգային այլ քաղաքներից հատուկ միջոցառման համար։ Իսկ դու, Սոֆիա, կբերես քո ամուսնուն, հարցրեց Բեատրիսը անմեղ հետաքրքրությամբ, ինչպես մեկը, ով դեռ չի սովորել, որ որոշ հարցեր կարող են ականապատ դաշտ լինել։ Սոֆիան վարանեց։ Չգիտեմ, ասաց նա։ Կարծում եմ, ոչ։ Ընկերուհիները հայացքներ փոխանակեցին, բայց չճնշեցին։ Մարիանան պարզապես սեղմեց նրա ձեռքը սեղանի տակ, համերաշխության մի պարզ ժեստ, որի համար Սոֆիան լուր շնորհակալություն հայտնեց։ Սոֆիան իրականում ոչինչ չասաց Էդուարդին ցուցահանդեսի մասին։ Ոչ թե այն պատճառով, որ վախենում էր նրա արձագանքից, այլ այն պատճառով, որ հասկացավ, թե արդյոք նա այնտեղ կլիներ, թե ոչ։ Դա իր կյանքն էր, իր աշխատանքը, իր պահը։ Նա կարող էր մաս կազմել կամ ոչ, ցանկացած տարբերակ լավ էր։ Ցուցահանդեսի երեկոն եկավ հունիսի շոգ ուրբաթ օրը։ Սոֆիան ընտրեց մի պարզ, բայց գեղեցիկ զգեստ, որը գնել էր մի փոքր խանութում, առանց մտածելու, թե արդյոք Էդուարդը կհավաներ։ Մազերը հավաքեց ազատ հանգույցով միայն կարմիր շրթներ քսեց, նույն կարմիր երանգը, որն օգտագործել էր կտավի վրա։ Երբ հայելու մեջ նայեց, հազիվ ճանաչեց իրեն։ Ոչ թե արտաքինով, այլ աչքերի փայլով։ Նա նյարդային էր, այո, բայց նա կենդանի էր այնպես, ինչպես չէր հիշում, որ երբե եղել էր։ Պատկերասրահը գեղեցիկ էր։ Ռազմավարականորեն տեղադրված լույսեր, մեղմ երաժշտություն հետին պլանում, մատուցողներ, ովքեր գինի կանապե էին մատուցում։ Ուսանողների աշխատանքները ցրված էին պատերին, յուրաքանչյուրը փոքրիկ ցուցանակով, որը նույնականացնում էր նկարչին։ Սոֆիան իր 3 կտավները գտավ կողք կողքի տեղադրված արտոնյալ պատին։ Իր անունը այնտեղ տեսնելը Սոֆիա Ալմեիդա, նկարիչ, ստիպեց նրա սիրտը գրեթե դուրս գալ բերանից։ Հենրիկը հայտնվեց նրա կողքին, էլեգանտ մուգ բլեյզերով։ Դուք հիասքանչ եք, ասաց նա, դա այն դատարկ գովեստը չէր, որին նա սովոր էր ստանալ։ Դա անկեղծ էր, ջերմ։ Պատրաստ եք հանդիպել ձեր երկրպագուներին։ Սոֆիան նյարդային ծիծաղեց։ Հիմա երկրպագուներ ունեմ։ Նա ժպտաց։ Կունենաք։ Ձեր աշխատանքները ցուցահանդեսի ամենաազդեցիկն են։ Մարդիկ սկսեցին գալ։ Ուսանողների ընկերներ, ընտանիքի անդամներ, հետաքրքրվողներ, կոլեկցիոներներ։ Պատկերասրահը լցվեց ու աղմկոտ դարձավ լավ իմաստով, լի կյանքով ու էներգիայով։ Սոֆիան մնաց իր կտավների մոտ, դիտելով մարդկանց արձագանքները։ Ոմանք արագ անցնում էին։ Մյուսները կանգ էին առնում, մոտենում, ուսումնասիրում յուրաքանչյուր դետալ։ Մի տարեց կին երկար րոպեներ նայում էր տատիկի դիմանկարին, երբ հեռացավ, աչքերում արցունքներ կային։ Սոֆիան Բեատրիսի հետ էր խոսում, երբ զգաց, որ ինչ-որ մեկը մոտենում է։ Շրջվեց մի վայրկյան, զգաց, որ գետինը ոտքերի տակից սահում է։ Դա Էդուարդն էր։ Կոստյումով ինչպես միշտ, բայց մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում կարդալ։ Նա նայում էր ուղիղ մոխրագույն կտավին, կարմիր սրտով, նրա դեմքին ինչ-որ բան կար, որը գրեթե ցավ էր թվում։ Դուք եկաք, ասաց Սոֆիան, նրա ձայնը ավելի չեզոք հնչեց, քան սպասում էր։ Էդուարդը հայացքը կտավից շեղեց դեպի նա։ Ես։ Հրավերը գտա ձեր պայուսակում, բացատրեց նա։ Չգիտեի, որ նկարում եք։ Սոֆիան գրեթե ծիծաղեց։ Ես ասացի, որ նկարում եմ։ Դուք չէիք լսում։ Էդուարդը կուլ տվեց։ Կարող եմ, նա ժեստ արեց դեպի կտավները, կարող եմ տեսնել։ Սոֆիան պարզապես գլխով արեց հեռացավ, թողնելով, որ նա միայնակ նայի։ Գնաց բար մի բաժակ գինի վերցնելու, պետք էր ինչ-որ բան նյարդերը հանգստացնելու համար։ Հենրիկը հայտնվեց նրա կողքին։ Ամեն ինչ լավ է, հարցրեց նա մեղմ։ Իմ ամուսինը հայտնվեց, ասաց նա, հասկացավ, որ չգիտեր, դա լավ էր, թե վատ։
Հենրիկը նայեց Էդուարդի կողմը, ով դեռ կանգնած էր կտավների դիմաց։ Նա կարծես կորած է, դիտեց Հենրիկը։ Սոֆյան մի կում գինի խմեց։ Նա այդպես է։ Էդուարդը գրեթե կես ժամ նայեց կտավներին։ Մոտենում էր, հեռանում էր, գլուխը թեքում էր, փորձելով հասկանալ։ Երբ վերջապես նորից մոտեցավ Սոֆյային, նրա մեջ մի խոցելիություն կար, որը նա երբեք չէր տեսել։ Դա իմ մասին է, հարցրեց նա, մատնացույց անելով մոխրագույն կտավը։ Մեր ամուսնության մասին։ Սոֆյան նայեց նրան։ Դա իմ մասին է, ուղղեց նա։ Այն մասին, թե ինչպես եմ ես զգում։ Այն մասին, թե ինչ եմ ես ապրել։ Էդուարդը ձեռքը դեմքով անցկացրեց, հոգնածության կամ գուցե պարտության ժեստ։ Ես չգիտեի, մրմնջաց նա։ Սոֆյան ինչ-որ բանի բծեր զգաց, որը կարող էր լինել խղճահարություն կամ պարզապես տխրություն։ Ես գիտեմ, որ չգիտեիք։ Խնդիրն այն է, որ դուք երբեք չհարցրեցիք։ Էդուարդը բերանը բացեց ինչ-որ բան ասելու, բայց այդ պահին Հենրիկը վերադարձավ, թեթակի դիպչելով Սոֆյայի թին։ Կներեք ընդհատելու համար, բայց կոլեկցիոներ կա, ով հետաքրքրված է ձեր տատիկի դիմանկարով։ Նա ուզում է ձեզ հետ խոսել։ Սոֆյան նայեց Էդուարդին, հետո Հենրիկին։ Մի պահ նա կախված էր երկու աշխարհների մեջ։ Անցյալը, ապագան։ Այն, ինչ եղել էր, այն, ինչ կարող էր լինել։ Ապա, մի որոշումով, որը կարծես իր խորը ներսից էր եկել, ընտրեց ապագան։ Իհարկե, գնանք, ասաց նա Հենրիկին, հեռացավ, Էդուարդին թողնելով միայնակ մարդկանցով լի պատկերասրահի մեջտեղում, շրջապատված կտավներով, որոնք պատմում էին մի կնոջ պատմությունը, ում նա երբեք իրականում չէր ճանաչել։ Երեկոյի մնացած մասն անցավ որպես մշուշ։ Սոֆյան զրուցեց մի քանի մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված էին իր աշխատանքով։ Վաճառեց տատիկի դիմանկարը մի գումարով, որը զարմացրեց նրան։ Ստացավ հրավերներ մասնակցելու այլ ցուցահանդեսների։ Եվ մի քանի ժամով լիովին մոռացավ Էդուարդի, սառը առանձնատան, այն ամուսնության մասին, որը դանդաղ մահանում էր։ Երբ նա նորից նայեց այն ուղղությամբ, որտեղ նա էր, Էդուարդը հեռացել էր։ Սոֆյան ինչ-որ տարօրինակ բան զգաց։ Դա թեթություն չէր, բայց նա հիասթափություն չէր։ Դա պարզապես փաստ էր։ Նա եկավ, տեսավ, չգիտեր, թե ինչ անել այն բանի հետ, ինչ տեսավ։ Եվ դա ամեն ինչ ասում էր նրանց մասին։ Ցուցահանդեսն ավարտվեց կեսգիշերին մոտ։ Սոֆյան վերջիններից մեկն էր, ով հեռացավ, օգնելով Հենրիկին պատկերասրահի անձնակազմին կարգի բերել։ Օդում լավ էներգիա կար, այն հավաքական զգացումը, որ երեկոն հաջող էր անցել։ Երբ վերջապես հրաժեշտ տվեց դուրս եկավ փողոց, երանը լուսավորված էր ու աղմկոտ, լի գիշերային կյանքով։ Սոֆյան խորը շունչ քաշեց, զգալով քաղաքի տաք օդը իր թոքերում։ Նա տաքսի նստեց տուն գնալու համար, ամբողջ ճանապարհին նայում էր պատուհանից, տեսնելով քաղաքի անցուդարձը։ Մտածեց, թե ինչպես էր անցել երեկոն։ Մարդկանց հայացքների մասին իր կտավների առաջ։ Արվեստի, զգացմունքի, ճշմարտության մասին զրույցների մասին։ Այն պահի մասին, երբ վաճառեց իր առաջին աշխատանքը։ Եվ մտածեց նա Էդուարդի մասին, այն մասին, թե ինչպես էր նա նայում այդ նկարներին, կարծես տեսնում էր մի լեզու, որը չէր կարողանում հասկանալ։ Առանձնատունը լիովին լուսավորված էր, երբ նա հասավ։ Տարօրինակ էր, քանի որ սովորաբար Էդուարդն անջատում էր լույսերը, երբ սենյակները չէր օգտագործում։ Սոֆյան զգուշորեն մտավ ներս, միջանցքում հանելով կոշիկները։ Եվ Էդուարդին գտավ հյուրասենյակում նստած, դեռ կոստյումով, բայց փողկապը թուլացրած, ձեռքին մի բաժակ վիսկի։ Նա հեռուստացույցին չէր նայում, հեռախոսով չէր զբաղվում։ Նա պարզապես նստած էր այնտեղ, մթության մեջ, միայն մեկ լամպ վառված, նայելով ոչնչի։ Վաղ եկաք, ասաց Սոֆյան, նրա ձայնն արձագանքեց այդ հսկայական տարածքում։ Էդուարդը նայեց նրան, նրա աչքերում ինչ-որ տարբեր բան կար։ Նա հարբած չէր, բաժակը դեռ լիքն էր։ Դա այլ բան էր։ Հոգնածություն, գուցե։ Կամ գուցե գիտակցության առաջին կայծը։ Չկարողացա մնալ, ասաց նա մեղմ։ Տեսա ձեր կտավները, չկարողացա մնալ։ Սոֆյան պայուսակը դրեց կոնսոլի վրա, քայլեց դեպի բազմոցը, բայց չնստեց նրա կողքին։ Նա ընտրեց մի բազկաթոռ դիմացից, հեռավորություն պահելով։ Ինչու՞։ Էդուարդը մի կում վիսկի խմեց, դեմքը ծամացրելով։ Որովհետև հասկացա, որ ձեզ չեմ ճանաչում։
Իրականում ոչ։ Այդ նկարները, այդ բոլոր զգացմունքները, այդ ցավը։ Ես գաղափար չունեի։ Սոֆյան զգաց զգացմունքների խառնուրդ։ Նրա մի մասը ուզում էր բղավել, որ դա ակնհայտ էր, որ նա հազար ձով փորձել է շփվել։ Բայց մյուս մասը, հոգնած մասը, պարզապես ուզում էր, որ այդ խոսակցությունն ավարտվի։ Դուք երբեք չհարցրեցիք, Էդուարդ, ասաց նա մի հանգստությամբ, որը չէր սպասում ունենալ։ Դուք երբեք չհարցրեցիք, թե ինչ էի զգում, ինչ էի մտածում, ինչ էի ուզում։ Մենք 3 տարի ապրեցինք միասին, դուք երբեք ինձ չհարցրեցիք որևէ բան, որն իրականում կարևոր էր։ Էդուարդը բաժակը սեղանին դրեց ավելի ուժգին, քան մտադրված էր։ Ես ապագա էի կառուցում մեզ համար։ Աշխատում էի, ընդլայնում էի ընկերությունը, ապահովում էի, որ մենք ամեն ինչ ունենայինք։ Սոֆյան դանդաղ գլխով արեց։ Բայց ես ամեն ինչ չէի ուզում։ Ես ձեզ էի ուզում։ Հաջորդող լռությունը խիտ էր։ Էդուարդը նայեց նրան, կարծես իրականում առաջին անգամ էր նրան տեսնում, այն, ինչ տեսավ, կարծես վախեցրեց նրան։ Դուք այլս մատանի չեք կրում, ասաց նա հանկարծ, նայելով նրա ձախ ձեռքին։ Երկար ժամանակ է։ Շաբաթներ։ Դուք չնկատեցիք։ Էդուարդը փակեց աչքերը, առաջին անգամ 3 տարվա ընթացքում Սոֆյան նրան խոցելի տեսավ։ Ամբողջովին, բացարձակապես խոցելի։ Ես շատ բաներ չնկատեցի, խոստովանեց նա, կոտրված ձայնով։ Սոֆյան հակասական զգացմունքների ալիք զգաց։ Նրա մի մասը ուզում էր մխիթարել նրան, որը դեռ հիշում էր այն մարդուն, ով նա եղել էր սկզբում։ Բայց կար մեկ այլ մաս, ավելի մեծ ու ուժեղ, որը պարզապես հոգնած էր։ Հոգնած էր միակը լինելուց, ով հոգ էր տանում։ Հոգնած էր ուշադրության փշրանքների սպասելուց։ Հոգնած էր անտեսանելի լինելուց։ Ես քնելու եմ, ասաց նա, վեր կենալով։ Ես հյուծված եմ։ Էդուարդը նայեց նրան հանկարծակի շտապողականությամբ։ Սոֆիա, սպասիր։ Մենք պետք է խոսենք։ Մենք պետք է սա շտկենք։ Նա կանգնեց սենյակի մեջտեղում նայեց նրան։ Շատ ժամանակ էր, որ ինչ-որ բան պետք էր շտկել, Էդուարդ։ Հիմա ես չգիտեմ, արդյոք դեռ հնարավոր է շտկել։ Եվ մինչ նա կպատասխաներ, նա բարձրացավ աստիճաններով, նրան թողնելով միայնակ իր վիսկիով ու մեղքով։ Այդ գիշեր Սոֆյան չկարողացավ քնել։ Նա պառկած էր անկողնում, նայելով առաստաղին, վերապրելով գիշերը։ Ցուցահանդեսը, մարդիկ, Հենրիկը, ով ասում էր, որ նա տաղանդ ուներ։ Էդուարդը նայում էր իր կտավներին այդ կորած արտահայտությամբ։ Կարծես 2 տիեզերքներ բախվել էին, նա թակարդում էր մեջտեղում, չիմանալով, թե որ կողմ գնա։ Հաջորդող օրերը տարօրինակ էին։ Էդուարդը սկսեց փոխել իր պահվածքը այնպես, ինչպես Սոֆյան չէր սպասում։ Նա սկսեց ավելի շուտ տուն գալ։ Սկսեց հարցնել նրա օրվա մասին։ Ծաղիկներ էր բերում, բայց այս անգամ դրանք ճիշտ ծաղիկներն էին, սպիտակ մարգարիտներ, որոնք նա ինչ-որ կերպ հայտնաբերել էր, որ դրանք նրա սիրելիներն էին։ Առաջարկեց ընթրիքներ, ոչ թե թանկարժեք ռեստորաններում, այլ փոքր ու հարմարավետ վայրերում։ Փորձում էր խոսել, իրականում, կարևոր բաների մասին։ Բայց այդ փորձերում ինչ-որ հուսահատ բան կար, որը անհանգստացնում էր Սոֆիային։ Կարծես Էդուարդը հանկարծակի արթնացել էր հասկացել, որ պատրաստվում է կորցնել կարևոր բան, հիմա փորձում էր միանգամից վերականգնել կորցրած ժամանակը։ Բայց կյանքը այդպես չի աշխատում։ Հնարավոր չէ տարիներ շարունակ անտեսել մեկին, իսկ հետո ամեն ինչ շտկել հարկադիր ուշադրության մի քանի շաբաթով։ Սոֆյան շարունակեց իր նկարչության դասերը։ Իրականում, նա ուժեղացրեց դրանք։ Հենրիկն առաջարկեց, որ նա անհատական դասեր վերցնի իր հետ, իր տաղանդը ավելի կենտրոնացված զարգացնելու համար։ Նա անմիջապես համաձայնվեց, նույնիսկ իմանալով, որ դա կնշանակեր ավելի շատ ժամանակ անցկացնել տնից հեռու, ավելի շատ ժամանակ հեռու Էդուարդից։ Անհատական դասերը տեղի էին ունենում շաբաթ օր առավոտյան, Հենրիկի սեփական արվեստանոցում, քանաքեռ Զեյթուն թաղամասի մի լոֆթում, լի բնական լույսով տարբեր ստեղծագործական փուլերում գտնվող կտավներով։ Դա լիովին տարբեր տարածք էր պատկերասրահից, ավելի ինտիմ, ավելի անձնական։ Հենրիկն այնտեղ էր ապրում, դա ակնհայտ էր կուտակված գրքերի, վինիլային ձայնասկավառակների, վառարանի վրա դրված իտալական սրճեփի, անկյուններում ցրված բույսերի առկայությունից։ Առաջին անհատական դասին Հենրիկն առաջարկեց մի այլ բան։ Եկեք ինքնադիմանկարի վրա աշխատենք, ասաց նա։ Սոֆյան սարսուռ զգաց։
Նա երբեք իրեն չէր նկարել։ Դա սարսափելի էր թվում, գրեթե չափազանց ինտիմ։ Հենրիկը պետք է նկատած լիներ նրա վարանումը, քանի որ քաջալերող ժպիտով ժպտաց։ Դուք արդեն կարողանում եք ուրիշներին այդքան խորը տեսնել։ Հիմա պետք է այդ հայացքը կիրառեք ինքներդ ձեր վրա։ Նա մեծ հայելի դրեց նրա մոլբերտի դիմաց, խնդրեց պարզապես նայել։ Իրականում նայել։ Ինչ եք տեսնում, հարցրեց նա։ Սոֆյան երկար ժամանակ լուռ մնաց, ուսումնասիրելով իր սեփական դեմքը։ Ես տեսնում եմ հոգնած կնոջ, ասաց նա վերջապես։ Մի կնոջ, ով շատ ժամանակ է անցկացրել, փորձելով լինել այն, ինչ ուրիշներն էին ուզում։ Հենրիկը գլխով արեց։ Եվ էլ ինչ։ Սոֆյան շարունակեց նայել։ Ես տեսնում եմ նա մի կնոջ, ով սկսում է արթնանալ։ Նա սկսեց նկարել, դա ամենադժվար փորձերից էր, որ երբեք ունեցել էր։ Յուրաքանչյուր վրձնահարված որոշում էր։ Յուրաքանչյուր գույն բացահայտում էր։ Դա պարզապես դեմք նկարելը չէր, դա ինքն իր հետ առերեսվելն էր, ով եղել էր, ով ուզում էր լինել։ Հենրիկը նրա կողքին էր, շատ չխոսելով, պարզապես դիտելով, երբեմն մեղմ հուշում անելով, երբեմն պարզապես թողնելով, որ նա լուռ աշխատի։ Երբ կանգ առավ ջուր խմելու, արդեն կեսօրից հետո ժամը 2-ն էր անցել։ Հենրիկը սենդվիչներ պատրաստեց, նրանք կերան նստած արվեստանոցի հատակին, շրջապատված կտավներով լույսով։ Խոսակցությունը բնականորեն հոսում էր։ Նա պատմեց իր կյանքի մասին, այն մասին, թե ինչպես որոշեց նկարիչ դառնալ, չնայած ընտանիքը ուզում էր, որ նա բժիշկ լիներ։ Այն ամուսնության մասին, որը չստացվեց, քանի որ ինքն ու կինը կյանքից տարբեր բաներ էին ուզում։ Դժվար տարիների մասին, փորձելով հաստատվել որպես նկարիչ։ Այն որոշման մասին, որ սկսեց դասեր տալ, քանի որ հայտնաբերեց, որ սիրում էր սովորեցնել այնքան, որքան սիրում էր ստեղծել։ Սոֆյան իրեն բռնացրեց, պատմելով բաներ, որոնք երբեք ոչ մեկին չէր պատմել։ Այն մասին, թե ինչպես էր իրեն զգում ոսկե վանդակում։ Այն դատարկության մասին, որը զգում էր, լինելով մեկի կինը, ով հազիվ էր նրան տեսնում։ Այն միայնության մասին, որը զգում էր, ամեն գիշեր անծանոթի կողքին քնելիս։ Հենրիկը լսեց այդ ամենը մի ուշադրությամբ, որին նա սովոր չէր ստանալ։ Նա չդատեց, չտվեց չխնդրված խորհուրդներ։ Նա պարզապես լսեց։ Ինչ-որ պահի, երբ Սոֆյան խոսում էր այն գիշերվա մասին, երբ հանել էր մատանին, նրա ձայնը սկսեց դողալ, աչքերը լցվեցին արցունքներով։ Հենրիկը մոտեցավ մի պարզ ու զգույշ ժեստով սրբեց մի արցունք, որը հոսում էր նրա դեմքով։ Շոշափումը թեթ էր, հարգալից, բայց ջերմության ալիք ուղարկեց Սոֆյայի ամբողջ մարմնով։ Նրանք այդպես մնացին մի պահ, շատ մոտ, նայելով միմյանց, Սոֆյան զգաց մի բան, որը այդքան երկար ժամանակ չէր զգացել, որ գրեթե մոռացել էր, թե ինչպես էր դա ցանկություն։ Բայց Հենրիկը մեղմորեն հետ քաշվեց։ Դուք խոցելի եք հիմա, ասաց նա մեղմ։ Եվ ես չեմ ուզում լինել մեկը, ով օգտվում է դրանից։ Դուք արժանի եք հստակ ընտրելու, ոչ թե խառնաշփոթի մեջ։ Սոֆյան զգաց հիասթափության հարգանքի խառնուրդ։ Նրա մի մասը ուզում էր, որ նա պարզապես համբուրեր իրեն, որ նա ստիպեր իրեն մոռանալ Էդուարդին ողջ ցավը։ Բայց մյուս մասը, այն մասը, որը վերացնվում էր, գիտեր, որ նա ճիշտ էր։ Հաջորդող օրերին Սոֆյան իրեն բռնացրեց, Հենրիկի մասին ավելի շատ մտածելիս, քան պետք է։ Դա պարզապես ֆիզիկական գրավչություն չէր, թե դա նույնպես կար։ Դա այն էր, թե ինչպես էր նա տեսնում իրեն։ Ինչպես էր խոսում իր հետ։ Ինչպես էր հարգում իր սահմանները, բայց նա մարտահրավեր էր նետում նրան, աճելու համար։ Դա այնքան էր տարբերվում այն ամենից, ինչ նա գիտեր, որ երբեմն վախեցնում էր։ Տանը Էդուարդի փորձերը շարունակվում էին։ Նա չեղարկեց գործնական ուղղորություն, մնալու իրեն իր սիրելի իտալական ռեստորանում, արաբկիրում, շաբաթներ առաջ ամրագրված ընթրիքի տանելու համար։ Ընթրիքի ժամանակ Էդուարդը հարցեր տվեց նկարչության դասերի, այն մասին, թե ինչ էր նա զգում ստեղծագործելիս։ Սոֆյան պատասխանում էր, բայց նրա մի մասը մնում էր պահված, պաշտպանված։ Դժվար էր բացվել մեկի համար, ով այդքան ժամանակ փակ էր եղել իր համար։ Դուք տարբեր եք, ասաց Էդուարդը մի պահ, ուշադիր ուսումնասիրելով նրա դեմքը։ Սոֆյան մի կում գինի խմեց։ Ես այդպես եմ։ Նա վարանեց, ապա հարցրեց մի բան, որը կարծես շատ էր արժենում։ Դա ինչ-որ մեկի պատճառով է։ Կա։ Ինչ-որ մեկը։ Սոֆյան կարող էր ստել, կարող էր ժխտել։ Բայց որոշեց անկեղծ լինել։
Ես հանդիպել եմ մեկին, ով ինձ իրականում է տեսնում։ Ով հոգ է տանում այն մասին, թե ինչ եմ մտածում, ինչ եմ զգում։ Էդուարդը գունատվեց։ Դուք սիրավեպ ունեք։ Սոֆյան գլխով արեց։ Ոչ։ Ես սիրավեպ չունեմ։ Բայց առաջին անգամ տարիների ընթացքում ես ինձ տեսնված եմ զգում։ Ես ինձ կենդանի եմ զգում։ Եվ դա ինձ ստիպում է հասկանալ, թե որքան մեռած էի ձեր կողքին։ Բառերը կոպիտ էին, բայց անհրաժեշտ։ Էդուարդը կարծես բռունցքով հարված է ստացել։ Ես կարող եմ փոխվել, ասաց նա, նրա ձայնում մի հուսահատություն կար, որը գրեթե հուզեց Սոֆիային։ Ես փոխվում եմ։ Դուք չեք տեսնում։ Տեսնում եմ, այո, ասաց Սոֆյան հանգիստ։ Տեսնում եմ, որ դուք փորձում եք։ Բայց Էդուարդ, դուք փորձում եք, որովհետև վախենում եք ինձ կորցնելուց, ոչ թե այն պատճառով, որ իրականում փոխվել եք։ Եվ ես չգիտեմ, արդյոք դա բավարար է։ Էդուարդը սեղանի վրա բռնեց նրա ձեռքը, Սոֆյան թույլ տվեց, նույնիսկ առանց հատուկ բան զգալու հպումից։ Ինձ մի հնարավորություն տվեք, աղերսեց նա։ Մի իրական հնարավորություն, ցույց տալու, որ ես կարող եմ այլ լինել։ Որ ես կարող եմ լինել այն մարդը, ում ձեզ պետք է։ Սոֆյան նայեց այդ մարդուն, ում մի օր այդքան էր սիրել, այն, ինչ զգաց, հսկայական տխրություն էր։ Որովհետև նա գիտեր, որ նույնիսկ եթե Էդուարդը փոխվեր, նույնիսկ եթե նա մեկ գիշերում դառնար կատարյալ ամուսին, նրանց միջ ինչ-որ հիմնարար բան կոտրվել էր։ Վստահությունը։ Այն հավատը, որ նրանք ստեղծված էին միմյանց համար։ Այն սերը, որը մի օր զգացել էր, քայքայվել էր տարիների անտեսումից, հնարավոր չէր պարզապես վերականգնել այն մի քանի շաբաթվա ուշադրությամբ։ Ես կմտածեմ, ասաց նա վերջապես, ձեռքը նրա ձեռքից հանելով։ Բայց Էդուարդ, դուք պետք է հասկանաք մի բան։ Անիմաստ է, որ դուք հիմա ամեն ինչ անեք, եթե դա միայն այն պատճառով է, որ վախենում եք միայնակ մնալուց։ Դուք պետք է փոխվեք, որովհետև ուզում եք ավելի լավը լինել, ոչ թե այն պատճառով, որ ուզում եք ինձ պահել։ Էդուարդը գլխով արեց, բայց նրա աչքերը խոնավ էին։ Ես չեմ ուզում ձեզ կորցնել, շշնջաց նա։ Սոֆյան սիրտը սեղմված զգաց, բայց հաստատուն մնաց։ Գուցե դուք արդեն շատ վաղուց եք կորցրել։ Մենք պարզապես հիմա ենք հասկանում։ Հաջորդ շաբաթ Էդուարդը գրեթե հուսահատորեն ուժեղացրեց իր փոփոխությունները։ Նա սկսեց հաճախել թերապիայի, մի բան, որը Սոֆյան երբեք չէր պատկերացնի, որ նա կաներ։ Նա մերժեց միլիոնավոր դոլարների պայմանագիր, որը կպահանջեր, որ նա 3 ամիս ճանապարհորդեր։ Նվազեցրեց իր աշխատանքային ժամերը գրասենյակում։ Սկսեց գրքեր կարդալ հարաբերությունների մասին, այն մասին, թե ինչպես էմոցիոնալ կապ հաստատել։ Կարծես նա հանկարծակի արթնացել էր նրան կորցնելու իրական հնարավորության համար, ամեն ինչ անում էր, ինչ իր ուժերի սահմաններում էր, դա կանխելու համար։ Բայց որքան շատ էր Էդուարդը փորձում, այնքան շատ էր Սոֆյան շնչահեղձ զգում։ Որովհետև դա չէր այն, ինչ նրան պետք էր։ Նրան պետք չէին մեծ ժեստեր կամ դրամատիկ փոփոխություններ։ Նրան պետք էր շատ ավելի պարզ, շատ ավելի դժվար բան, պետք էր նորից վստահել։ Եվ վստահությունը չի վերակառուցվում ծաղիկներով կամ ընթրիքներով կամ թերապիայի սեանսներով։ Վստահությունը վերակառուցվում է ժամանակով, հետողականությամբ, այն վստահությամբ, որ մարդն իրականում փոխվել է, ոչ թե պարզապես այն պատճառով, որ վախենում է հետանքներից։ Հենրիկի հետ դասերը դարձան Սոֆիայի ապաստանը։ Այնտեղ, այդ լույսով հնարավորություններով լի լոֆթում, նա իրեն թույլ էր տալիս լինել լիովին ինքն իրեն։ Հենրիկը երբեք չէր ճնշում, երբեք ավելին չէր խնդրում, քան նա պատրաստ էր տալ։ Բայց նրանց միջ լարվածություն կար, չասված գրավչություն, որն աճում էր յուրաքանչյուր հանդիպման հետ։ Փոքր պատահական հպումներ։ Հայացքներ, որոնք տում էին 1 վայրկյան ավելի, քան անհրաժեշտ էր։ Խոսակցություններ, որոնք ձգվում էին ժամերով, մինչ կեսօրվա լույսը վերածվում էր գիշերվա։ Հուլիսի մի հատկապես տաք շաբաթ օրը Սոֆյան սովորականից շուտ հասավ արվեստանոց։ Հենրիկը նկարում էր, լիովին տարված կարմիրներով ու վառ նարնջագույններով լի մեծ կտավով։ Նա չլսեց նրա մուտքը, Սոֆյան մի պահ կանգնած մնաց դռան մոտ, պարզապես դիտելով։ Ինչ-որ գեղեցիկ բան կար նրա շարժվելու ձում, լիովին նվիրված ստեղծագործությանը, առանց որևէ բանի գիտակցության, բացի կտավից վրձիններից։ Երբ վերջապես նկատեց նրա ներկայությունը, նա ժպտաց այն ջերմ ժպիտով, որը միշտ նրան ողջունված էր զգացնել տալիս։ Շատ շուտ եկա՞ր, հարցրեց Սոֆյան։ Հենրիկը գլխով արեց։ Երբեք շուտ չէ։
Սուրճ կուզեք։ Նրանք սուրճ խմեցին նստած լոֆթի փոքրիկ պատշգամբում, դիտելով ներքի փողոցի շարժումը։ Քաղաքը կենդանի էր, լի մարդկանցով, ովքեր ապրում էին իրենց կյանքը յուրաքանչյուրն իր սեփական պատմություններով, իր սեփական ցավերով, իր սեփական ուրախություններով։ Կարող եմ ձեզ մի բան հարցնել, ասաց Սոֆյան երկար լռությունից հետո։ Իհարկե, պատասխանեց Հենրիկը։ Ինչու՞։ Դուք երբեք նորից չամուսնացաք։ Հենրիկը մի պահ մտածեց։ Կարծում եմ, որովհետև սովորել եմ, որ ավելի լավ է միայնակ լինել, քան ինչ-որ մեկի հետ լինել, մինույն է միայնակ զգալ։ Ես նախընտրում եմ անկեղծ միայնությունը, քան դատարկ ընկերակցությունը։ Սոֆյան զգաց, որ այդ բառերը խորը արձագանքում են իր ներսում։ Հենց այդպես էր նա զգում այդքան երկար ժամանակ։ Դուք միայնակ եք զգում, մեղմ հարցրեց Հենրիկը։ Սոֆյան գլխով արեց։ Ես միայնակ եմ զգում տարիներ շարունակ։ Նույնիսկ մահճակալը, տունը, ազգանունը ինչ-որ մեկի հետ կիսելիս։ Միայնակ այնպես, որ ավելի է ցավում, քան եթե իրականում միայնակ լինեի։ Հենրիկը նայեց նրան մի ինտենսիվությամբ, որը ստիպեց նրան սարսռալ։ Դուք պետք չէ այդպես զգաք, ասաց նա մեղմ։ Դուք արժանի եք տեսնվելու, լսվելու, իրականում սիրվելու։ Սոֆյան զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ Ես այլս չգիտեմ, թե ինչ է իրական սերը։ Կարծում էի, որ գիտեմ, երբ ամուսնացա։ Բայց հիմա ամեն ինչ այդքան խառնված է։ Հենրիկը մոտեցավ, չներխուժելով նրա տարածքը, բայց բավական մոտ մնալով, որ նա զգար նրա ներկայությունը։ Իրական սերը այն է, երբ ինչ-որ մեկը ձեզ ընտրում է ամեն օր, ոչ թե միայն մեկ անգամ զոհասեղանի մոտ։ Դա այն է, երբ նա ձեզ տեսնում է, իրականում տեսնում է, մնում է։ Դա այն է, երբ ձեր թերությունները չեն վախեցնում, ձեր թուլությունները չեն հեռացնում։ Դա այն է, երբ դուք կարող եք լիովին ինքներդ ձեզ լինել, դա ոչ միայն ընդունվում է, այլ նշվում։ Սոֆյան նայեց նրա աչքերին, տեսավ մի բան, որը նրան վախեցրեց, միաժամանակ գրավեց։ Նա հնարավորություն տեսավ։ Նա տեսավ մի ապագա, տարբեր այն բանից, ինչ նա պլանավորել էր։ Նա տեսավ մի կյանք, որտեղ նա տեսնվում էր, որտեղ նա կարող էր, որտեղ նա ընտրվում էր ամեն օր։ Եվ առաջին անգամ նա իրեն թույլ տվեց պատկերացնել, որ գուցե, պարզապես գուցե, ինքը արժանի է դրան։ Հենրիկ, սկսեց նա, դողացող ձայնով։ Ես չգիտեմ, թե ինչ եմ անում։ Ես չգիտեմ, թե ինչ եմ զգում։ Միայն գիտեմ, որ երբ այստեղ եմ ձեզ հետ, ինձ ավելի շատ ինքս եմ զգում, քան որե այլ տեղ։ Հենրիկը նուրբ դիպավ նրա դեմքին, փետուրի պես մեղմ հպումով։ Եվ դա ձեզ վախեցնում է, հարցրեց նա։ Սոֆյան գլխով արեց։ Շատ։ Որովհետև դա նշանակում է, որ այն ամենը, ինչ ես կառուցել եմ վերջին 3 տարիներին, գուցե սուտ էր։ Հենրիկը գլխով արեց։ Սուտ չէր։ Դա մի գլուխ էր։ Ցավոտ, բայց անհրաժեշտ գլուխ։ Որովհետև դա ձեզ հասցրեց այստեղ։ Դա ձեզ վերադարձրեց ինքներդ ձեզ։ Եվ հիմա դուք ընտրություն ունեք, Սոֆիա։ Դուք կարող եք վերադառնալ այն բանին, ինչ գիտեք, փորձել շտկել այն, ինչ կոտրված է։ Կամ կարող եք առաջ շարժվել, նույնիսկ չիմանալով, թե ճշգրիտ ուր եք գնում։ Բայց ցանկացած որոշում, որ կկայացնեք, պետք է ձերը լինի։ Ոչ թե ինձ համար, ոչ թե նրա համար։ Ձեզ համար։ Սոֆյան լուռ մնաց, մշակելով այդ բառերը։ Նա ճիշտ էր։ Ընտրությունը իրենն էր։ Եվ կյանքում առաջին անգամ նա պատրաստ էր դա անել, հիմնված ոչ թե այն բանի վրա, ինչ ուրիշներն էին սպասում, այլ այն բանի վրա, ինչ իր սիրտն իրականում էր ուզում։ Նույնիսկ եթե դեռ ճշգրիտ չգիտեր, թե ինչ էր դա։ Հաջորդող շաբաթները Սոֆիայի համար այնպիսի էմոցիոնալ ինտենսիվություն ունեին, որը նա երբեք չէր զգացել։ Կարծես ապրում էր երկու զուգահեռ աշխարհներում, որոնք ցանկացած պահի սպառնում էին բախվել։ Մի կողմից, Էդուարդը նրան նորից շահելու նրա ավելի ու ավելի հուսահատ փորձերը։ Մյուս կողմից, Հենրիկը նրանց միջ աճող լուռ, բայց հզոր կապը։ Եվ ամեն ինչի կենտրոնում Սոֆյան, ով փորձում էր հասկանալ, թե ով էր ինքը, երբ ոչ ոքի դուր գալու չէր փորձում։ Էդուարդն իրականում փոխվում էր, դա ամեն ինչ ավելի էր բարդացնում։ Նա սկսեց տուն գալ մինչ 7-ը, ինչը աննախադեպ էր։ Հարցեր էր տալիս, նրա օրվա մասին իրականում լսում էր պատասխանները։ Հայտնաբերեց, որ նա քնելուց առաջ սիրում էր երիցուկի թեյ, ամեն գիշեր պատրաստում էր նրա համար։
Նա գրառում էր մի տետրում այն փոքր բաները, որոնք նա անցնելիս էր հիշատակում, զարմացնում էր ժեստերով, որոնք ցույց էին տալիս, որ ուշադրություն էր դարձնում։ Մի հանգստյան օր նա առաջարկեց, որ նրանք գնան Երանի մերձակա մի գյուղական հյուրանոց, պարզ ու հարմարավետ վայր, որը շատ էր տարբերվում շքեղ հանգստավայրերից, որոնք նրանք սովորաբար հաճախում էին։ Այնտեղ, հեռու քաղաքի եռուզեռից, առանց հեռախոսի ամեն րոպե զանգելու, Էդուարդը կարծես վերջապես իրականում հանգստացավ։ Նրանք քայլեցին արահետներով, կերակրեցին ձիերին, նստեցին պատշգամբում, դիտելով մայրամուտը։ Եվ առաջին անգամ տարիների ընթացքում նրանք իրականում խոսեցին։ Էդուարդը պատմեց այն ճնշման մասին, որը միշտ զգացել էր հաջողակ լինելու համար։ Այն հոր մասին, ով ֆինանսական կայսրություն էր կառուցել, սպասում էր, որ որդին ոչ միայն կպահպանի, այլ կընդլայնի ժառանգությունը։ Այն մշտական վախի մասին, ձախողելու, բավարար չլինելու։ Այն մասին, թե ինչպես էր կորել աշխատանքի մեջ, որովհետև այնտեղ, թվերի բանակցությունների մեջ, ամեն ինչ իմաստ ուներ այնպես, ինչպես կյանքի մնացած մասը չուներ։ Ես չգիտեի, թե ինչպես լինել ամուսին, խոստովանեց նա, զղջումով լի ձայնով։ Ես սովորել էի գործարքներ կնքել, աղյուսակներ կարդալ, ճգնաժամեր կառավարել։ Բայց ոչ ոք ինձ չէր սովորեցրել, թե ինչպես իրականում սիրել մեկին։ Ինչպես ներկա լինել։ Ինչպես տեսնել մակերեսից այն կողմ։ Սոֆյան այդ ամենը լսեց սրտի կծկումով։ Որովհետև նա հասկանում էր, ինչ-որ առումով։ Նա նույնպես մեծացել էր անհնարին սպասումներով, ձավորված լինելու կատարյալ, այլ ոչ թե իրական։ Երկուսն էլ դաստիարակության արդյունք էին, որը արժորում էր արտաքինն ու հաջողությունը ավելի, քան իսկությունը կապը։ Տարբերությունն այն էր, որ Սոֆյան արթնացել էր դրանից։ Եվ Էդուարդը արթնանում էր հիմա, գուցե չափազանց ուշ։ Դուք հասկանում եք, թե ինչու հանեցի մատանին, հարցրեց Սոֆյան ֆերմայում այդ գիշերներից մեկին, երկուսն էլ նստած էին պատշգամբում, աստղազարդ երկնքի տակ։ Էդուարդը դանդաղ գլխով արեց։ Հասկանում եմ։ Դուք խեղդվում էիք, ես նույնիսկ չնկատեցի։ Այնքան տարված էի ամրոց կառուցելով, որ չտեսա, որ դուք դրանում թակարդված էիք։ Սոֆյան նայեց երկնքին, անսահման աստղերին։ Ես ինձ զգում էի, կարծես անհետանում էի։ Քիչ-քիչ, ավելի փոքր, ավելի լուռ, ավելի անտեսանելի։ Մինչ մի օր հասկացա, որ եթե ինչ-որ բան չանեմ, պարզապես կդադարեմ գոյություն ունենալ։ Էդուարդը շրջվեց դեպի նա, պատշգամբի մեղմ լույսի տակ Սոֆյան արցունքներ տեսավ նրա աչքերում։ Հազվադեպ, գուցե եզակի բան։ Ես շատ եմ ցավում, ասաց նա, դա անկեղծ հնչեց։ Շատ եմ ցավում, որ ձեզ այդպես եմ զգացնել տվել։ Շատ եմ ցավում, որ այդքան կույր էի։ Շատ եմ ցավում, որ միայն այն ժամանակ արթնացա, երբ պատրաստվում էի ձեզ կորցնել։ Սոֆյան զգաց, որ իր արցունքները սպառնում են թափվել։ Ես նույնպես ցավում եմ, Էդուարդ։ Ցավում եմ, որ մենք կարող էինք այդքան երջանիկ լինել։ Մենք ամեն ինչ ունեինք, որպեսզի հաջողվեր։ Բայց թույլ տվեցինք, որ այն սահի մատների արանքից։ Դեռ չենք թողել, ասաց Էդուարդը շտապողականորեն։ Մենք դեռ կարող ենք շտկել։ Ես այստեղ եմ, Սոֆիա։ Ես ձեզ տեսնում եմ։ Ես փորձում եմ։ Սոֆյան նայեց նրան, իրականում նայեց։ Եվ տեսավ մի կոտրված, խոցելի, հուսահատ մարդու։ Բայց նա տեսավ մի մարդու, ով միայն այն ժամանակ արթնացավ, երբ հասկացավ, որ կորցնում է։ Եվ դա ստիպում էր նրան հարց տալ։ Արդյոք նա իրականում սիրում էր իրեն, թե՞ պարզապես սիրում էր չկորցնելու, կյանքիս մեկ ոլորտում չձախողելու գաղափարը։ Երբ վերադարձան Երան, իրականությունը նորից հարվածեց նրանց։ Էդուարդը վերադարձավ գրասենյակ, թե նվազեցված աշխատանքային ժամերով։ Սոֆյան վերսկսեց իր դասերը Հենրիկի հետ։ Եվ ամուսնացած լինելու այլ բան ցանկանալու միջ լարվածությունը վերադարձավ լի ուժով։ Օգոստոսի մի անձրոտ երեքշաբթի էր, երբ ամեն ինչ հասավ կոտրվածքի կետին։ Սոֆյան Հենրիկի արվեստանոցում էր, աշխատելով նոր նկարի վրա։ Դրսում ուժեղ անձր էր գալիս, լուսամուտից անձրի ձայնը ինտիմ ու հարմարավետ մթնոլորտ էր ստեղծում։ Հենրիկը թեյ էր պատրաստում, երբ Սոֆյան վրձինը դրեց շրջվեց դեպի նա։ Ես այլս չեմ դիմանում, ասաց նա հանկարծ։ Հենրիկը դադարեցրեց իր արածը, նայեց նրան։ Էլ ինչի՞։ Չեք դիմանում։ Սոֆյան վեր կացավ, անհանգիստ։ Այս իրավիճակին։ Բաժանված լինելուն։
Ինձ մեղավոր զգալուն, որ այստեղ եմ, երբ պետք է փորձեմ փրկել իմ ամուսնությունը։ Ինձ շնչահեղձ զգալուն, երբ տանն եմ, փորձելով հնարավորություն տալ Էդուարդին։ Ինձ զգալուն, կարծես ցանկացած ընտրություն, որ կկատարեմ, ինչ-որ մեկին կցավեցնի։ Հենրիկը մոտեցավ նրան, բայց հարգալից հեռավորություն պահեց։ Սոֆիա, դուք ոչ ոքի պարտք չեք, բացի ինքներդ ձեզ։ Կարևոր չէ, թե որքան է Էդուարդը հիմա փորձում։ Կարևոր չէ, թե որքան կցանկանայի, որ դուք այլ բան ընտրեիք։ Կարևորն այն է, թե ինչ եք դուք ուզում։ Ինչը ձեզ երջանիկ կդարձնի։ Սոֆիան դառը ծիծաղեց։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է երջանկությունը։ Ես այնքան ժամանակ եմ անցկացրել, փորձելով ուրիշներին երջանիկ դարձնել, որ մոռացել եմ, թե ինչպես է դա ինքս ինձ համար զգալը։ Հենրիկը վերջապես փակեց նրանց միջ եղած հեռավորությունը։ Ձեռքը դրեց նրա դեմքին մի քնքշանքով, որը ստիպեց նրան փլվել։ Այդ դեպքում գուցե ժամանակն է նորից սովորել։ Եվ այս անգամ ոչ թե ոչ ոքի հաճոյացնելու համար։ Միայն ձեզ համար։ Սոֆիան նայեց նրա աչքերին, տեսավ այն ամենը, ինչ փորձում էր շղթել շաբաթներ շարունակ։ Տեսավ հնարավորություն, տեսավ ցանկություն, տեսավ մի կյանք, տարբեր այն բանից, ինչ նա գիտեր։ Եվ առաջին անգամ իրեն թույլ տվեց ցանկանալ։ Երբ նրանք համբուրվեցին, դա պայթուցիկ կամ դրամատիկ չէր։ Դա մեղմ էր, զգույշ, լի մի քնքշանքով, որը Սոֆիան չէր հիշում, որ երբ է զգացել էր։ Դա տարբերվում էր Էդուարդի հետ համբույրներից, որոնք միշտ շտապողականություն ունեին, բայց երբեք խորություն։ Դա իմաստ ուներ։ Դա իրական կապ ուներ։ Դա երկու մարդ էր, ովքեր իրականում տեսնում էին միմյանց, համբուրվելով ոչ միայն մարմիններով, այլ հոգիներով։ Երբ նրանք հեռացան, Սոֆիան լացում էր։ Ոչ թե տխրությունից, այլ մի ազատագրումից, որը դժվար էր հասկանալ։ Հենրիկը սրբեց նրա արցունքները իր բութ մատներով։ Դուք հիմա ոչինչ պետք չէ որոշեք, ասաց նա մեղմ։ Ես չեմ խնդրում, որ դուք ընտրեք։ Ես պարզապես ցույց եմ տալիս, որ կա մեկ այլ հնարավորություն։ Մի հնարավորություն, որտեղ դուք տեսնված եք, սիրված եք, ընտրված եք ամեն օր։ Բայց որոշումը ձերն է, միշտ էլ եղել է։ Սոֆիան այդ կեսօրին արվեստանոցից դուրս եկավ զգացմունքների մրրիկի մեջ։ Համբույրը ամեն ինչ փոխեց։ Դա իրական դարձրեց մի բան, որը մինչ այդ պարզապես հնարավորություն էր։ Հիմա նա գիտեր բացարձակապես վստահորեն, որ իր ամուսնությունից բացի այլ բան գոյություն ուներ։ Գոյություն ուներ իրական կապ։ Գոյություն ուներ սիրված լինել այնպես, ինչպես երբեք չէր եղել։ Եվ դա անհնար էր դարձնում հետ դառնալը, ձացնելը, թե ամեն ինչ լավ է։ Տուն հասավ, Էդուարդին գտավ հյուրասենյակում, նոթբուքով աշխատելիս։ Նա նայեց նրան, երբ նա մտավ, նրա դեմքին ինչ-որ բան պետք է եղած լիներ, քանի որ նա անմիջապես փակեց համակարգիչը։ Ինչ-որ բան պատահել է։ Սոֆիան հանեց իր թաց կոշիկները, նստեց բազմոցին, հեռավորություն պահելով։ Ես պետք է ձեզ մի բան պատմեմ։ Էդուարդի դեմքը գունատվեց, բայց նա հանգիստ մնաց։ Կարող եք խոսել։ Սոֆիան խորը շունչ քաշեց, քաջություն հավաքելով։ Ես համբուրել եմ ուրիշ մեկին։ Հաջորդող լռությունը խլացուցիչ էր։ Էդուարդը լիովին անշարժ մնաց, մշակելով տեղեկատվությունը։ Դա ուսուցիչն է, ասաց նա վերջապես ավելի շուտ հաստատումով, քան հարցով։ Սոֆիան գլխով արեց։ Դա Հենրիկն է։ Էդուարդը վեր կացավ, ձեռքը մազերով անցկացրեց, քայլեց մինչ պատուհանը։ Նա երկար ժամանակ կանգնած մնաց այնտեղ, նայելով դրսի անձրին։ Երբ խոսեց, նրա ձայնը վերահսկվող էր, բայց լի ցավով։ Դուք սիրում եք նրան։ Սոֆիան սիրտը սեղմված զգաց։ Դեռ չգիտեմ։ Միայն գիտեմ, որ երբ նրա հետ եմ, ինձ տեսնված եմ զգում այնպես, ինչպես երբեք ձեզ հետ չեմ զգացել։ Էդուարդը շրջվեց դեպի նա, նրա մեջ մի խոցելիություն կար, որը սիրտ էր կոտրում։ Նույնիսկ հիմա։ Նույնիսկ այն ամենով, ինչ փորձում եմ։ Սոֆիան նույնպես վեր կացավ, մոտեցավ նրան։ Էդուարդ, դուք փորձում եք, որովհետև վախենում եք ինձ կորցնելուց։ Բայց Հենրիկը ինձ տեսնում է, որովհետև անկեղծորեն հոգ է տանում իմանալու, թե ով եմ ես։ Դրանք նույն բաները չեն։ Էդուարդը փակեց աչքերը, կարծես այդ բառերի ճշմարտությունը ֆիզիկական ցավ էր։ Այդ դեպքում վերջացավ։ Մենք վերջացրինք։ Սոֆիան զգաց, որ արցունքներն իջնում են։
Կարծում եմ, մենք շատ վաղուց էինք վերջացրել։ Պարզապես ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանանք։ Էդուարդը բացեց աչքերը, այնտեղ ընդունում կար, տխրությամբ խառնված։ Ես ձեզ հետ ձախողեցի, ասաց նա մեղմ։ Կատարյալ կին ունեի իմ կողքին, չգիտեի, թե ինչպես գնահատել։ Չգիտեի, թե ինչպես տեսնել։ Եվ հիմա չափազանց ուշ է։ Սոֆյան գլխով արեց։ Ես կատարյալ չէի, Էդուարդ։ Ես ինձ չեղարկում էի, որպեսզի կատարյալ թվայի։ Այն մարդը, ում դուք կարծում էիք, որ ձեր կողքին էր, իրականում գոյություն չուներ։ Մենք երկուսս էլ թակարդված էինք մի պատրանքի մեջ։ Նրանք կանգնած մնացին միմյանց դիմաց, տարիների պատմություն ծանրացած նրանց միջ։ Ինչ է լինում հիմա, հարցրեց Էդուարդը։ Սոֆյան սրբեց արցունքները։ Կարծում եմ, մենք պետք է առաջին անգամ անկեղծ լինենք։ Խոստովանել, որ չստացվեց։ Որ փորձեցինք, բայց դա չէր նախատեսված։ Որ ամեն ինչ լավ է թույլ տալը։ Էդուարդը դանդաղ գլխով արեց։ Դուք նրա հետ կմնաք։ Հենրիկի հետ։ Սոֆյան մտածեց հարցի մասին։ Չգիտեմ։ Գուցե։ Կամ գուցե ինձ պետք է միայնակ ժամանակ հասկանալու, թե ով եմ ես, երբ հարաբերություններով չեմ սահմանվում։ Երբ ես կատարյալ դուստրը չեմ, կատարյալ կինը, ինչ-որ մեկի ընկերուհին։ Միայն Սոֆիա։ Եվ հենց դա արտասանելիս նա զգաց այդ բառերի խորը ճշմարտությունը։ Դա էր իրեն պետք։ Ոչ թե մեկ այլ տղամարդ, ոչ թե մեկ այլ հարաբերություն։ Իրեն պետք էր ինքը։ Հաջորդող շաբաթները ցավոտ, բայց անհրաժեշտ անցումային շրջան էին։ Սոֆյան Էդուարդը որոշեցին բարեկամաբար բաժանվել։ Նա տեղափոխվեց մի փոքր բնակարան կենտրոնում, արվեստի պատկերասրահի մոտ։ Ոչինչ առանձնատան համեմատ, բայց դա իրենն էր, իր ընտրածը, իր ցանկացած ձով ձևավորված։ Եվ առաջին անգամ տարիների ընթացքում նա իրեն իսկապես տանը զգաց։ Հենրիկը հարգեց, երբ նա ասաց, որ իրեն ժամանակ է պետք։ Նրանք շարունակեցին դասերը, մնացին ընկերներ, բայց առանց ավելին անելու ճնշման։ Նա հասկանում էր, այնպես, ինչպես Էդուարդը երբեք չհասկացավ, որ Սոֆյան պետք է նախ ինքն իրեն գտներ, մինչ որ կարողանար իրեն նվիրել որևէ այլ մարդու։ Սոֆյան սուզվեց նկարչության մեջ մի ինտենսիվությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Նա ստեղծեց կտավների մի շարք մետամորֆոզի, վերածննդի, մի կնոջ մասին, ով դուրս էր գալիս այն բոժոժից, որը ինքն էր կառուցել։ Աշխատանքը հզոր էր, կոպիտ, անկեղծ։ Հենրիկը խրախուսեց նրան անհատական ցուցահանդես կազմակերպել, նա համաձայնվեց ոչ թե արտաքին հաստատման համար, այլ որովհետև ուզում էր կիսվել իր ճանապարհով։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի մի զով երեկո, բաժանումից 6 ամիս անց։ Տարածքը լեփ-լեցուն էր։ Նրա ընկերուհիները դասերից այնտեղ էին, Մարիանան հպարտ էր, ինչպես մայրը։ Բեատրիսը ամեն ինչի լուսանկարներ էր անում։ Կլաուդիան իր երեխաների հետ էր, բոլորը հիանում էին Սոֆիայի աշխատանքով։ Հենրիկը ներկա էր, զուսպ, բայց աջակցող, հեռվից դիտելով հպարտ ժպիտով։ Եվ Սոֆիայի զարմանքին, Էդուարդը նույնպես հայտնվեց։ Նա նրան տեսավ սենյակի մյուս ծայրում, ուշադիր դիտելով կտավները։ Նա մի փոքր նիհարել էր, հոգնած էր թվում, բայց նա ինչ-որ կերպ ավելի թեթ։ Երբ նրանց աչքերը հանդիպեցին, նա տխուր, բայց անկեղծ ժպիտով ժպտաց։ Եվ Սոֆյան ժպտաց ի պատասխան, առանց վիրավորանքի, առանց ցասման։ Պարզապես երկու մարդ, ովքեր փորձել էին, չէին կարողացել, բայց դեռ հարգանք ունեին միմյանց նկատմամբ։ Ավելի ուշ այդ գիշեր, երբ պատկերասրահը սկսում էր դատարկվել, Էդուարդը մոտեցավ։ Ձեր աշխատանքը հիասքանչ է, ասաց նա անկեղծորեն։ Դուք ծաղկել եք։ Սոֆյան նայեց շուրջը կտավներին։ Իրականում ծաղկել եմ։ Բայց դրա համար պետք է ստվերից դուրս գալ։ Էդուարդը գլխով արեց։ Ես գիտեմ։ Եվ շատ եմ ցավում, որ այդքան երկար ստվեր էի։ Սոֆյան թեթակի դիպավ նրա թին։ Մենք ստվեր էինք միմյանց համար, Էդուարդ։ Բայց հիմա մենք վերջապես կարող ենք առ լինել ինքներս մեզ համար։ Էդուարդը նայեց Հենրիկին սենյակի մյուս ծայրում։ Նա ձեզ երջանիկ է դարձնում։ Սոֆյան հետեց նրա հայացքին։ Նա ինձ տեսնում է։ Եվ դա արդեն ավելին է, քան կարծում էի, որ արժանի էի։ Էդուարդը տխուր ժպտաց։ Դուք արժանի եք դրան շատ ավելին։ Լավ հոգ տարեք ձեզ մասին, Սոֆիա։
Դուք միշտ արժանի եք եղել տեսնվելու։ Սոֆյան զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ Դուք նույնպես, Էդուարդ։ Հուսով եմ, որ դուք կգտնեք մեկին, ով ձեզ իրականում կտեսնի։ Մեկին, ով կսիրի այն մարդուն, ում դուք դառնում եք, ոչ թե միայն այն, ինչ ունեք։ Նրանք գրկախառնվեցին հրաժեշտի, ավարտի, փոխադարձ ներողամտության գրկախառնություն։ Եվ երբ բաժանվեցին, երկուսն էլ գիտեին, որ դա իսկապես վերջն էր։ Ոչ թե զայրույթով կամ դառնությամբ, այլ այն խաղաղությամբ, ով փորձել էր քաջություն ուներ խոստովանելու, երբ չստացվեց։ Երբ Էդուարդը դուրս եկավ, Հենրիկը մոտեցավ։ Դուք լավ եք, հարցրեց նա։ Սոֆյան գլխով արեց։ Ես լավ եմ։ Առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում ես իսկապես լավ եմ։ Հենրիկը բռնեց նրա ձեռքը, պարզ, բայց իմաստալից հպումով։ Կարող եմ ձեզ ընթրիքի տանել։ Ձեր ցուցահանդեսը նշելու համար։ Սոֆյան նայեց նրան, այն մարդուն, ով համբերություն ուներ, ով տեսնում էր իրեն, ով հարգում էր իր ժամանակը։ Եվ առաջին անգամ նա իրեն թույլ տվեց այո ասել, ոչ թե պարտադրանքից, ոչ թե հաճոյացնելու համար, այլ որովհետև անկեղծորեն ուզում էր։ Նրանք գնացին քանաքեռ Զեյթունի մի փոքրիկ ռեստորան, ժամերով խոսեցին արվեստի, կյանքի, երազանքների մասին։ Եվ երբ Հենրիկը նրան թողեց բնակարանի դռան մոտ, հարցրեց. Կարո՞ղ է համբուրել նրան։ Սոֆյան ժպտաց. Կարող եք։ Եվ երբ նրանք համբուրվեցին, մեղք չկար, շտապողականություն չկար։ Պարզապես երկու մարդ, ովքեր իրականում տեսնում էին միմյանց, սկսելով նոր բան, առանց երաշխիքների, առանց անհնարին խոստումների։ Պարզապես փորձելու, ներկա լինելու, ամեն օր միմյանց ընտրելու խոստումը։ Հաջորդող ամիսներին Սոֆյան շարունակեց ծաղկել։ Նրա արվեստը ճանաչում ստացավ։ Նա սկսեց սեմինարներ անցկացնել այն կանանց համար, ովքեր ցանկանում էին վերակապակցվել իրենց ստեղծագործականության հետ։ Ստեղծեց բլոգ, որտեղ գրում էր ինքնաբացահայտման արվեստի մասին։ Եվ կյանքում առաջին անգամ նա զգում էր, որ իրականում ապրում էր, ոչ թե պարզապես գոյություն ուներ։ Հենրիկի հետ հարաբերությունները բնականորեն զարգացան, առանց շտապելու։ Նրանք միասին չէին ապրում, պահպանում էին իրենց անկախությունը։ Բայց հաճախ էին հանդիպում, միասին ստեղծագործում էին, ժամերով խոսում էին, աջակցում էին միմյանց դժվար պահերին։ Դա տարբերվում էր այն ամենից, ինչ Սոֆյան գիտեր։ Դա իրական գործընկերություն էր, ոչ թե կախվածություն։ Դա սեր էր, որն ազատություն էր տալիս, ոչ թե կաշկանդում։ Էդուարդը գնաց իր սեփական բուժման ճանապարհով։ Նա շարունակեց թերապիան, սովորեց հավասարակշռել աշխատանքը անձնական կյանքը։ Տարիներ անց Սոֆյան լսեց, որ նա սկսել էր հանդիպել մի գործադիրի հետ, ով հասկանում էր նրա հավակնությունները, բայց նա ներկայություն էր պահանջում։ Եվ նա ուրախացավ նրա համար, անկեղծորեն ուրախացավ։ Երբեմն Սոֆյան հետ էր նայում մտածում, թե արդյոք կարող էր այլ կերպ վարվել։ Եթե ավելի շուտ խոսեր այն մասին, թե ինչպես էր իրեն զգում։ Եթե Էդուարդն ավելի շուտ արթնանար։ Եթե… Բայց հետո հիշում էր այն կտավները, որոնք նկարել էր, այն կանանց, ում ոգեշնչել էր իր սեմինարներում, այն կյանքը, որը կառուցել էր իր համար։ Եվ հասկանում էր, որ ամեն ինչ անհրաժեշտ էր։ Նույնիսկ ցավը, նույնիսկ միայնությունը, նույնիսկ այն ամուսնությունը, որը չստացվեց։ Որովհետև դա նրան հասցրեց այնտեղ, իր այն տարբերակին, որն ամբողջական էր, ամբողջական, ազատ։ Գարնան մի կեսօր Սոֆյան արվեստանոցում էր, որը հիմա կիսում էր Հենրիկի հետ, աշխատելով կանանց մասին նոր շարքի վրա, ովքեր վերածնվում էին իրենց սեփական մոխիրներից։ Հենրիկը սուրճով մտավ համբուրեց նրա գլխի վերը։ Ինչ եք մտածում, հարցրեց նա։ Սոֆյան ժպտաց։ Ես մտածում եմ, թե որքան տարօրինակ է կյանքը։ Ինչպես երբեմն մենք պետք է լիովին կորչենք, որպեսզի իրականում գտնենք ինքներս մեզ։ Հենրիկը նստեց նրա կողքին, դիտելով կտավը։ Կարծում եք, արժեր։ Ամբողջ տառապանքը, ամբողջ ցավը։ Սոֆյան նայեց նրան, հետո կտավին, հետո արվեստանոցին, լի լույսով ու հնարավորություններով։ Արժեր, ասաց նա համոզված։ Որովհետև դա ինձ հասցրեց այստեղ։ Դա ինձ վերադարձրեց ինքս ինձ։ Եվ ի վերջո, դա է կարևորը։ Ոչ թե ոսկե ամրոցը կամ կատարյալ կյանքը, այլ կենդանի զգալը, տեսնված զգալը, ամբողջական զգալը։ Տարիներ անց, երբ Սոֆյան հետ էր նայում, իր ճանապարհը տեսնում էր ոչ թե ձախողված ամուսնության պատմություն, այլ վերածննդի պատմություն։
Դա մի կնոջ մասին էր, ով մեծացել էր կատարյալ լինելու համար, քաջություն ուներ իրական լինելու։ Մի կին, ով կույս էր ոչ միայն մարմնով, այլ հոգով, երբեք իրականում չէր դիպչել այն մարդուն, ով ասում էր, որ սիրում էր իրեն։ Մինչ սովորեց դիպչել ինքն իրեն, արվեստով, ճշմարտությամբ, ազատությամբ։ Եվ երբ վերջապես թույլ տվեց, որ ինչ-որ մեկը նորից դիպչի իրեն, դա այն վստահությամբ էր, որ նա արժանի է տեսնվելու, սիրվելու, ընտրվելու։ Ոչ թե որպես ճենապակյա տիկնիկ, հեռվից հիանալու համար, այլ որպես մարմնի, ոսկորի հոգու կին, թերություններով, առաքինություններով, լույսով ստվերով։ Մի ամբողջական կին։ Մի ազատ կին։ Մի կին, ով վերջապես պատկանում էր ինքն իրեն։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սոֆիայի Էդուարդի պատմությունը շոշափեց ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք ինքնաբացահայտման վերածննդի այս ճանապարհից, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա Սոֆիայի քաջությունն էր ազատվելու համար։ Էդուարդի փոփոխությունը։ Հենրիկի հարգալից սերը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու խորը կողմերը, այն կոնֆլիկտները, որոնց բոլորս բախվում ենք այն բանի մեջ, թե ինչ պետք է լինենք, ով ենք իրականում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը ձեզ կստիպի մտածել սիրո, ընտրությունների նորից սկսելու քաջության մասին։